Առաջին հերթին պետք է շատ երազել եւ փորձել այդ երազները իրականություն դարձնել։ Բարև ձեզ, Արմենը տանն է, ասում է, չէ, տանը չէ։ Դե որ գա ասեք սիրուհին է զանգահարել։ Տարիներ առաջ մի աղջիկ եւ տղա ինչպես են հանդիպում։ Օ, ձերքի ձեռք չգնամ էլի հանկարծ, հա։ Մարդ ես էլի հիմա գայթակղությունների չենթարկվես։ Արմենը ինձ համար էկրանից այն կողմ մեծամիտ, ինքնահավան, ինքնասիրահարված Պատկերացնում ես։ Բոլոր իմ ընկերուհիները բոլորը սիրահարված էին Արմենին։ Ես ասում եմ, ինչ եք գտել իր ամեն։ Արդեն դա կոչվում է սեր։ Հա, սա է գաղտնիքը։ Շատ սեր կա իր մեջ։ Եվ ընդամենը 17 ընտանիք պետք է ապրի այդ շենքում։ Մշակութային շինարարություն է անում Արմենը։ Բայց այդ տարիների աշխուժությունը, ուրախությունը, որ երեխաները մեզ հետ էին, վերև, ներքև, աղմուկ, աղաղակ, այսօր կարոտում եմ։ Ինչ ոգևորություն ապրեց ռեժիսորական պուլտի մոտ, երբ որ իմ հետևում հայտնվեց եռագույն դրոշը։ Եվ շատ լավ հիշում եմ Այդա Ներսիսյանը հերթական պարետային ժամը հայտարարելուց հետո ինչպես թուղթը շպրտեց սեղանին։ Հայք, վեր կաց, այսօր պապան մեր տանն է մնացել։ Բարդ է եղել ամուսնացած լինել հանրապետության ամենացանկալի համարդու եւ փեսացուի հետ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբում ուզում եմ խնդրել բաժանորդագրվել YouTube-ի իմ պաշտոնական ալիքին, որովհետև հենց ձեր բաժանորդագրության շնորհիվ է, որ Հերմինե Դիալոգ նախագիծը շարունակում է իր կյանքը։ Ինչպես նաև միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, թողեք մեկնաբանություններ, գրեք նամակներ, որոնց ես սիրով պատասխանում եմ։ Այսօր իմ տուն ռեստորանում հյուր են լինելու մարդիկ, ում հետ հանդիպմանը ես երկար եմ սպասել։ Իմ ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում փոքրիկ հարցազրույցներ, հատկապես առավոտ լուսոյի ընթացքում ունեցել եմ։ Բայց նման լայնածավալ, հետաքրքիր, մեծ հանդիպում, հարցազրույց երբևէ չի եղել եւ երևի թե պատճառը այն է, որ գուցե ես պատրաստ չեմ եղել, որովհետեւ նրա հետ զրուցելը իրականում այդքան էլ հեշտ գործ չէ։ Մասնագետ, պրոֆեսիոնալ, մեծ կենսագրություն մեջքի ետևում, բայց դրա կողքին պարզ, հասարակ, միշտ պատրաստ ընկեր լինելու։ Խոսքս Արմեն Ամիրյանի մասին է եւ իհարկե դրա ճկնաղ տիկնոջ Հրանուշի, ում բոլորը նանո են ասում։ Գնամ դուռը բացեմ։ Բարև ձեզ։ Ուրա, մեր հանդիպումը կայացավ վերջապես։ Ողջույն, ես հալվեցի։ Ողջույն, ես քանի տարի է սպասում ես հանդիպմանը։ Դուք ինձ երես եք տալի, շնորհակալություն համեցեք։ Պարոն Ամիրյան ջան, ես ձեզ նանո որ դիմեմ, որովհետև պարոն Ամիրյանը այդ իրավունքը ինձ հեռախոսով տվեց։ Ես անհամբեր սպասում էի ձեր գալուն, ես չգիտեմ վերջին անգամ երբ եմ այսպես թրթռացել, որ իմ հյուրերը հեսա գալու են 1 ժամից 2 ժամից հեսա կհասնեն եւ այլն, ու այդ թրթիռը փոխանցվել է նաեւ իմ թիմին, ովքեր արդեն հումորի էին վերածում այդ իմ երջանկությունը։ Մենք պարոն Ամիրյանի հետ նանո ջան մի քանի փոքր փորձ ունեցել ենք առավոտ լուսոյի շրջանակներում, բայց նման մեծ հանդիպում առաջին անգամ։ Իդե բոլոր զրույցները, հարցազրույցները մեր ընտանիքում պահվում են սովորաբար։ Այո, բոլորը։ Իսկ ես ոչ մի արխիվ չունեմ։ Իհարկե նկար ունեմ միայն ձեզ հետ պարոն Ամիրյան, ու ամեն անգամ բացում եմ։ Մենք խոստանում ենք կգտնենք, կուղարկենք։ Ես շատ ուրախ կլինեմ։ Ես առաջարկում եմ մեր հանդիպումը նշանավորենք մի հատ խաղուն գինով։ Պարոն Ամիրյան բացել է, իհարկե թողնում եմ ձեզ։ Վարուց չեմ բացել։ Ինչու՞։ Բերում գինի, որովհետև երիտասարդ տարիներին շատ էի բացում նանոյին հյուրասիրել։ Բա հիմա։ Հիմա ռեստորանում մատուցողներն են բացում։ Իրոք է, բայց Կիրակի, առավոտ, երեխաները նահանգներում են միայն մեկն է ձեզ մոտ, հրաշալի առիթ է Կիրակի առավոտները սկսելու շամպայնով։ Կիրակի առավոտյան քննարկում ենք նոր կառուցվող շենքի նախագծերը։ Լավ էլի պարոն Ամիրյան, բայց ես մտածում եմ դուք ռոմանտիկ կլինեք, տենց շատ ռոմանտիկ է, ու մենք հիմնականում խմում ենք երեկոյան։ Ահա։ Ամեն ինչը ամփոփում ենք։ Ոչ փրփրուն գինու։ Բայց մենք խմում ենք։ Բայց հիմա ունենում եք։ Այո։
Բայց հիմա ունենում եք պահեր, որ երկուսով եք հենց անցկացնում, եմ որ սենց հիմա շատ, ավելի շատ։ Բայց Արինան մեզ հետ է մեր փոքրիկ աղջիկը, բայց երեկոյան երբ որ ինքը բարձրանում է սենյակ, երեկոյան արդեն քննարկում ենք օրվա։ Այո, այո։ Մենք խմելու ենք տակար շարքի փրփրունը, լյուքս դասի գինի է, իմ ամենասիրելիներից մեկն է, թանկագին սիրելի հյուրերի համար, այսպես ողջունելու համար, ուղղակի հրաշալի նոտա է, ոչինչ։ Երջանկության համար է դա, չէ՞։ Բարի գալուս։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Շատ հաճելի է, մենք հետևում ենք քո հաղորդումներին, նայում ենք հաղորդումները։ Այո, նախանձում ենք նայել հյուրերին, ասենք տեսնես ինչ կերան, համեր էր, թե համեր չէ, թե ձևացնում էին որ համեր։ Պարոն Ամիրյան, ասեմ, որ ինձ համար շատ բարդ էր ձեզ համար ճաշացանք մտածելը, որովհետև լեգենդներ են պտտվում ձեր եւ խոհանոցի հարաբերությունների մասին, հատկապես մսի հետ։ Այո, սիրում եմ խոհանոցը, շատ։ Ասում են խոսում եք նույնիսկ պատրաստելու ընթացքում։ Ես էլ իմ ընկերներն ունեմ ձեր ընտանիքում։ Ես հատուկ պատվիրում եմ իմ իմացած տեղից, միսը որ բերեն։ Ես ինքս անձամբ կտրատում եմ, սկսում եմ մշակել, համեմում եմ։ Եվ այդ համեմելու ընթացքում, եթե ինչ չտեսնեք կողքից լսեք, կկարծեք, թե ես մի երիտասարդ աղջկա հետ եմ խոսում։ Մոտավորապես ոնց հաղորդում, մի հատ ինձ կասեք, շատ Սիրելիս, Անուշիկս, խնդրում եմ, լավ կհամեմվես, վաղը կարևոր հյուրեր ունենք, հանկարծ ինձ խայտարակ չանես, համեղ կլինես, գեղեցիկ կլինես, անուշահոտ ու անուշաբույր կլինես, եւ այդպես էլ լինում է պատկերացրու։ Մի վարկյան մի հատ փորձեմ, էլի։ Սիրելիս, Անուշիկս, խնդրում եմ։ Խոսքը շատ մեծ ուժ ունի։ Այո։ Եվ մանավանդ երբ որ կերակուրի հետ ես խոսում, կերակուրը շատ միանգամից ընդունում է քո բոլոր դրական էմոցիաները։ Եվ ընդհանրապես կյանքում ցանկացած մարդկային հարաբերությունների մեջ, նույնիսկ քարի հետ, հողի հետ, ցեմենտի հետ, շենք կառուցելիս, չգիտեմ, ճանապարհ կառուցելիս սիրով պիտի անես, չէ՞։ Իհարկե։ Սերն է, որ դարձնում է քո երազանքը քեզ համար պիտանի։ Այն ինչ որ կառուցում ես, այն ինչ որ ուզում ես։ Եվ սերն է, որ դարձնում է հարաբերությունները հաճելի եւ կյանքդ գեղեցիկ։ Բրավո։ Բարև տեսանք։ Ես մի փոքրիկ նվեր ունեմ, որից հետո առաջարկում եմ տեղափոխվենք ճաշի սեղանի շուրջ եւ խոսենք ընթացիկ գործերից։ Այս նվերը ձեզ մոտ իհարկե ժպիտ կառաջացնի, որովհետեւ Valan Group ընկերությունը իմ սիրելի հյուրերին իր կողմից փոքրիկ նվերներ է փոխանցում եւ իհարկե այն արշավը, որը սկսել են, կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Այս փոքրիկ հուշանվերը, շոկոլադների տուփ կրկին նույն կարգախոսով Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Դա առավոտյան սուրճի եւ 15% զեղչի քարտ կահույքի պատվերի դեպքում։ Ինչ թվաց պատուհանների պատվերի։ Ոչ, պատուհանները դուք արդեն պատվիրել եք եւ տեղադրել եք, որի ինչի մասին ես հիմա քիչ անց կխոսեմ։ Պարոն Ամիրյան, ես գիտեմ, որ դուք շուտով ունենալու եք նոր բնակարան եւ իհարկե ունենալու եք կահույք։ Վստահ եմ, որ լինելու է ճաշակով, գեղեցիկ, դիզայներական լուծումներով։ Ապա կհրավիրենք, որ գաք տեսնեք անձամբ։ Ես սպասում եմ։ Valan Group-ը ձեզ կտա 15% զեղչի քարտ։ Նովա տունը դա ուղակի մի հրաշք էր։ Ես բոլորովին վերջերս Պարոն Ամիրյան, եղել եմ Նովա տանը։ Գնացի ուսումնասիրեցի մի քիչ, ինչ է կատարվում, նոր շենք է եւ այլն, նաեւ այդ օրը Valan Group-ը տեղադրում էր շենքի երկրորդ հարկի պատուհանները։ Նովա տան սեփականատերն ու կառուցապատողը պարոն Ամիրյանն է։ Ես գնացի այն ակնկալիքով, որ կրկին փոշի, շնչառությունս կրկին արգելակվելու է եւ այլն։ Ես գնում եմ Նովա տուն եւ տեսնում եմ բառից բուն իմաստով փաթ հետավորված պաշտպանված եւ պաշտպանող նաեւ բնակիչներին փոշուց եւ աղբից եւ մնացած ամեն ինչի շինարարության հետ կապված եւ ապշեցի ուղակի, որ այս ընթացող շինարարությունների մեջ ձեր շենքը առանձնացավ ինձ համար նախ եւ առաջ այդ գրագետ լուծումով բնակիչների համար։
Հիմա ես կուզենայի Նովատան հետ կապված բացեինք բոլոր փակագծերը, պատմեինք մարդկանց շենքի մասին եւ փորձենք մեր առաջին ուտեստը մեծ սեղանի շուրջ։ Մեծ սիրով։ Իսկ այդ ընթացքում ինչ մենք պատրաստվենք, առաջարկում եմ դիտել հոլովակը, թե ինչպես է Վալան գրուպը տեղադրում պատուհանները Նովատանը։ Բնակիչներն էլ կուրախանան, որ հենց պատուհանները լինում արդեն զգում ես, որ տեղափոխվելու ես, այդ շատ կարևոր բան է։ Գնանք ճաշելու։ Շնորհակալություն։ Երևանում կառուցվում են բազմաթիվ շենքեր եւ Վալան գրուպը շարունակում է իր մասնակցությունը այդ կառուցման գործընթացում։ Մանուկ Աբեղյան 5 հասցեում եմ եւ Վալան գրուպը Նովատուն նոր կառուցվող շենքի պատուհաններն է սկսում տեղադրել մի քանի րոպեից։ Նովատուն նորակառույց շենքում Վալան գրուպը տեղադրում է ETEM E75 սերիայի պրեմիում ալյումինե պրոֆիլներ եռաշերտ էներգախնայող ապակիներով։ Դրանք ապահովում են հերմետիկություն, ջերմամեկուսացում եւ ձայնամեկուսացում, լիովին համապատասխանելով եվրոպական ստանդարտներին։ Բոլոր աքսեսուարները գերմանական Զիգենիա ընկերության սերտիֆիկացված արտադրանքն են, երաշխավորելով բարձր հուսալիություն եւ երկարամյա անխափան աշխատանք։ Նախագծի շրջանակներում կիրականացվեն նաև ապակե բազրիկների աշխատանքներ, որոնք կտեղադրվեն արդեն շատ շուտով։ Այս նախագծում օգտագործվում են ETEM E75 պրոֆիլներ եւ գերմանական Զիգենիա ընկերության սերտիֆիկացված աքսեսուարներ, ապահովելով որակ, անվտանգություն եւ ժամանակակից լուծումներ։ Վալան գրուպ, միշտ մեկ քայլ առաջ։ Մարդ չգիտի էլ ինչ պատրաստի Արմեն Ամիրյանի եւ Նանոյի համար, ինչու, որովհետեւ հատկապես ընկերները եւ այն մարդիկ, ովքեր շատ են լինում Ամիրյանների բնակարանում, Ամիրյանների մոտ, գիտեն, որ Արմեն Ամիրյանը փայլում է նաեւ խոհանոցում։ Ավելին, նա ամեն անգամ, երբ պատրաստվում է մսային որևէ ուտեստ պատրաստել, երկար զրուցում է մսի հետ եւ պայմանավորվում, որ լավ կստացվես, էլի, մենք իրար հետ գործ ունենք անելու։ Բայց դե ինչ արած, ես պիտի համարձակությունս կենտրոնացնեմ եւ անցնեմ այսօրվա իմ ճաշացանկին։ Այսօրվա ճաշացանկի կոնցեպտը մրգերի համադրությունն է մյուս մթերքների հետ։ Երեք ուտեստներում էլ դուք կգտնեք մրգեր, հատապտուղներ, որոնք հետաքրքիր նոտա կհաղորդեն իմ ուտեստին։ Ինչպես արդեն ասացի, երեք ուտեստների մեջ էլ կգտնեք որևէ միրգ կամ հատապտուղ, եւ ահա այսօրվա առաջին ուտեստը, որ պատրաստելու եմ, թզով եւ բուրատայով աղցանն է լինելու Ամիրյանների համար։ Հեռացնում ենք թզի պոչերը, մեջտեղից կիսում ենք, հանում ենք կեղևը եւ թողնում ենք միայն պտղամիսը։ Խոհանոցային թաղանթի վրա դրել եմ թուզը եւ հիմա պետք է սեղմել այսպես։ Տեղադրում եմ բուրատա պանիրը եւ սկսում ենք հավաքել եւ դարձնել գունդ։ Կդնեմ սարցարանում, հուսամ մի քիչ որ ամրանա, արդեն թաղանթ հանելուց հետո գնդի ձևը կպահպանվի։ Թուզը եւ բուրատան մատուցելու եմ աղցանի միքս տերևներով, կարող եք պատրաստի գնել սուպերմարկետից։ Խնդրում եմ չքանդվես։ Վրան ավելացրում դդումի կորիզներ եւ իհարկե սոուս, որի բաղադրությունը կկարդաք մեր քերպում։ Մենք կսկսենք աղցանից, այսօրվա ճաշացանկի կոնցեպտը կառուցված է մրգերի հատապտուղների շուրջ, քանի դեռ կա վայելենք ինչը պահածոյացնել, չորացնել, սառեցնել, թարմ վիճակում։ Փորձելու ենք թարմ թուզը, բուրատա պանրով եւ աղցանի տերևներով։ Եվ հատուկ սոուսը։ Ինչ գեղեցիկ է։ Թուզը վստահ եմ Իջևանի թուզն է։ Ես ավելի կուզենայի մեղրի լիներ, պարոն Ամիրյան, մեղրի կողմի թուզը ավելի եմ սիրում։ Չնեղանան ինձանից տավուշեցիները։ Պարոն Ամիրյան, Քիչ էլի խնդրում եմ։ Քիչ, լավ։ Հրաշք։
Պարոն Ամիրյան, այո, մեծ հյուրասիրեք սպիտակ թարիրին, կանգուն կոլումբար մուսկատոտոներ խաղողների բլենդն է, դե բոլորս գիտենք թարիրի յուրահատուկ դիրքը հայկական գինու աշխարհում, ես էլ շատ սիրում եմ, մենք շատ ենք սիրում, այո։ Հյուրերը վայելում են։ Այ ներողություն եմ խնդրում։ Ու շատ նուրբ, շատ նուրբ։ Ես ինչ արեցի, միկրոֆոնը գցեցի, ոչինչ, հա։ Գցրեք հետո կտեսեք։ Փորձենք։ Այո, սիրով։ Այս ոնց ես կարողացել բուրատան սենց կարմրացնել։ Փաթաթել եմ թզի մեջ։ Հա։ Ուզը ամբողջությամբ վրայից Հասկացա։ հաղորդանը գիտեք դուք կտեսնեք պատրաստման մեթոդը։ Խայտարակ չէ։ Հրաշք։ Շատ համեղ։ Շատ Շնորհակալություն։ Շատ հաճելի էր, համեղ էր, շատ։ Մեծ կոմպլիմենտ է, շնորհակալություն։ Ես ինչպես խոստացել եմ, պարոն Ամիրյան, Նովատնից խոսելու ենք, որովհետև ինձ համար հետաքրքիր էր, որ դուք փաստորեն ունեք նաև բացի ստեղծագործական ջիղը, ունակությունները, սերը եւ այլն, նաև բիզնես մտածելակերպ ունեք, ինչը մեր ոլորտի մարդկանց այդքան էլ հատուկ չէ։ Որտեվ սովոր ենք, չէ, որ գնանք աշխատանքի կամ գնանք մեր հաղորդումը վարենք, նույնիսկ 50 տարի, 40 տարի, 30 տարի եւ չենք մտածում, որ աշխարհը փոխվում է եւ մենք էլ պետք է։ Իհարկե, եւ փոխվելու հետ պետք է նաեւ պայմանավորված նովատան կառուցումը։ Ես ճիշտ անդ մի քիչ ավելի խորքից կամ որ նույնիսկ խորհրդային միության տարիներին, երբ ես հեռուստատեսությունում էի, այն ժամանակ դեռ ես ունեի այդ բիզնես մտածողությունը եւ ես միշտ իհարկե այսպես չեմ բարձրաձայնել դրա մասին, բայց հեռուստատեսային առաջին գովազդները, հեռուստատեսային առաջին կոմերցիոն հաղորդումները, որոնք կային, հիմնականում իմ նախաձեռնությամբ են եղել։ Առաջին կոմերցիոն ֆիլմերը հեռուստատեսության, ես խոսում եմ դա 89, 90, 91 թվերի մասին։ Առաջին մասնավոր համերգային գործունեությունը, որը նաև հեռուստատեսության հետ էր հաղորդակցվում, տարբեր աստղեր ամերիկյան, եվրոպական, ռուսական շոու բիզնեսից, որ նաև հեռուստատեսության համար շատ գեղեցիկ նյութ էր լինում, եւ երջանկահիշատակ Արտակ Արզումանյանի իմ բարի անուշ ընկերոջ, որ հեռուստատեսության ծրագրերի տնօրենն էր այն ժամանակ, հետ միասին մենք կարողանում էինք այդ ծրագրերը իրականացնել եւ բավականին լավ վաստակում էինք, նույնիսկ այդ տարիների համար լավ վաստակում էինք։ Ուզում ասել, որ այդ կոմերցիոն մտածողությունը միշտ եղել է, եւ ես միշտ կարծել եմ եւ գտել եմ ճիշտ, որ եւ հեռուստատեսությունում, առավել եւս մշակույթում պետք է կիրառվի կապիտալիզացիան։ Կապիտալիզացիան ամենակարևոր ֆակտորն է հանրայնացնելու այն ինչ դու ունես, այն ինչ դու կարող ես վաճառել, ներկայացնել օտարին։ Վաճառել ոչ ուղղակի դրամի իմաստով, այլ ներկայացնելու իմաստով։ Որտեւ ներկայացնելուց հետո արդեն դրամը ճիշտ է հիմա մեր համար կարող է 7-րդ, 10-րդական տեղ լինել, դրամը ինքնաբերաբար գալու է։ Բայց խնդիրը նա է, որ մեր մշակույթը, մեր ունեցվածքը ճանաչելի դարձնել նախ սեփական ժողովրդին, հետո ներկայացնել օտարներին։ Դրանովից ներկայացնելով Հայաստանը։ Այսինքն կապիտալիզացիայի գաղափարը միշտ ինձ մեջ եղել է, կա եւ կլինի։ Եվ այդ առումով պիտի ասեմ, որ նաեւ շինարարությունն է ինչ որ առումով ստեղծագործական աշխատանք։ Պարզապես շինարարության մեջ այդ նյութական մասը մի քիչ ավելի շատ է շոշափելին եւ ավելի հետաքրքիր է դառնում եւ քո ստեղծագործական միտքը, որ ինչպիսին ես ուզում տեսնել այդ շենքը, երբ իրականանում է, երբ կառուցվում է, ինքը դառնում է շոշափելի, շատ ավելի հաճելի է լինում, քան մեր բնակավարում, երբ հաղորդումն ես դիտում։ Այմա քիչ առաջ խոսում են, դու նույնիսկ քո հաղորդումները չունես արխիվացված պահած։ Դե հիմա Ինչ շենքը կառուցում են քաղաքի համար, զբոսաշրջիկների համար, մեր քաղաքի ապրողների համար, ապագա սերունդների համար, որպեսզի աչքը շոյի հաճելի լինի եւ մարդիկ հարմարավետ ապրեն։ Դա արդեն շատ մեծ ու կարեւոր բան է, որ կարելի է անել։ Քանի բնակարան կա Նովատանը։ Ի սկզբանե 20 բնակարան էինք նախատեսել, արդեն բավականին մեծ չափերի բնակարաններ էին, 100 եւ ավելի քառակուսի մետրով, բայց հիմա այնպես ստացվեց, որ 17 բնակարան է, ավելի մեծացան բնակարանները։ Գնորդները որոշեցին մի քանի բնակարան միացնել եւ ընդամենը 17 ընտանիք պետք է ապրի այդ շենքում։ Որից արդեն
4-ը։ Հա, որից 4-ը մենք ենք, ես եւ իմ 3 երեխաները։ Ձեր ընտանիքի համար է կառուցվում։ Նաև, հայելելու է նաև ձեր ներկայությունը բնակիչները, այո, բայց այս պահին ընթացքի մեջ է վաճառքը եւ մարդիկ Այո, դեռ կարող են, դեռ մի քանի բնակարան մնացել է։ Հիմա վերջին այսպես շտրիխներն է, երեսպատման վերջին քարերը, պատուհաններն են տեղադրվում, չգիտեմ, ներքին հարդարման մանր-մուներ աշխատանքներ, որոնք արդեն շենքին բերում են կոսմետիկ գեղեցիկ տեսք։ Այսինքն կինը դուրս գալուց պիտի հարդարվի անպայման։ Մոտավորապես այդ հարդարման process-ն է։ Գեղեցիկ կնոջը չի խանգարում գեղեցիկ հարդարումը, հակառակը, ավելի օգնում։ Ես միշտ անունը դրանում մշակութային շինարարություն անում Արմենը։ Շինարարության մեջ մշակույթ կա։ Երգով, պարով, ուրախ, այն ուտել, խմելով, իրար հետ, ասած ընտանիքի նման։ Իսկ դուր է գալիս ձեր Instagram-յան էջի փիլիսոփայությունը, շատ հետաքրքիր է իհարկե։ AI օգտագործում, հայտնի դեմքերին օգտագործում։ Քիչ առաջ խոսում էինք, չէ՞, որ մսի հետ աշխատելիս խոսում եմ մսի հետ։ Ես նույն կերպ վարվում եմ նաև այդ շենքի, քարի, պատուհանի, ապակու, աստիճանի, վերելակի հետ եւ մեր հարաբերությունները շինարարների հետ ընտանեկան հարաբերություններ են։ Ես փորձում եմ անպայման ընտանիք ստեղծել, իդեպ իմ բոլոր ղեկավարած կառույցներում, եւ ռադիոյում, եւ մասնավոր ռադիոընկերություններում, եւ նախարարությունում, եւ հեռուստատեսությունում ես փորձում եմ ստեղծել ընտանիք, ընտանեկան մթնոլորտ, որ ոչ միայն բոլորս դրամ ենք աշխատում, այլ նաեւ մենք բոլորս կառուցում ենք մեր ընտանիքի շենքը։ Եվ ամեն առիթով մենք անպայման հավաքվում ենք, մի երաժիշտ ենք հրավիրում կամ երաժշտախումբ ենք հրավիրում, սեղան ենք բացում մեր տանը եւ ապագա բնակիչներին ասում ենք բարով այլեք։ Բարով այլեք։ Ես բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ նոր պիտի կողմնորոշվեն բնակարան գնելու հարցում, ես իմ զգացողությունն եմ ասում, իսկապես հրաշալի է։ Շնորհակալություն։ Որքան իսկապես մշակույթ կար ձեր կառուցած շենքի մեջ, հասցեն եկեք հիշեցնենք, հա մարդ։ Մանուկ Աբեղյան 5, Սայաթնովա 37 շենքի հարևանությամբ է կամ ավելի շուտ պետական համալսարանի եւ ռադիոտան հարևանությամբ։ Մեր հարազատ ամեն ինչ ռադիոտուն, մեր հարազատ։ Ձեր ընտանիքը հիմնական միշտ Երևանում է բնակվել։ Ես երևանցի ընտանիք եք, էլի։ Էմինե ջան, չմոռանանք ասել, որ դա մեր երազանքի տունն է։ Ամենակարևորը, այո։ Այդտեղ ենք ապրել։ Ամենակարևորը այո։ Հա, մենք ենք կառուցել այդ տունը, մեր սեփական տունը, մեր երազանքի։ Լավաշի փուր էր, հացի փուր էր ժամանակին։ Մենք գնացինք որպես հացի փուր։ Հետո այդ գազ չեղած տարիներն էր, մազութով հաց թխելը շատ վատ էր, որովհետև այդ մազութի ծուխը մուրը նստում էր հարևանների լվացքի վրա եւ խանգարում էր հարևաններին։ Մի քանի տարի այդպես բաց եւ անօգտագործելի մնաց։ Հետո որոշեցինք տուն կառուցել։ Արդեն երրորդ զավակին էինք սպասում, Արինային, որոշեցինք տուն կառուցել եւ հրաշալի տուն կառուցեցինք, ճարտարապետ Գևիկներ, շատ անուշ մարդ էր, Աստված լույսերի մեջ պահի նրա հոգին, այնպիսի մի նախագիծ արեց, որ այդ կառուցված տան նախագիծը հենց այդ տարի Բերլինի ճարտարապետական մրցույթում շահեց առաջին մրցանակ։ Եվ մենք վայելեցինք շուրջ 24-25 տարի վայելեցինք այդ տունը։ Ուրեմն հետո եկավ մի այլ ժամանակաշրջան, որ այդ սեփական տների փողոցում սկսեցին քանդել եւ նոր շենքեր կառուցել, 6 հարկանի թեկուզ, բայց արդեն բարձրահարկ շենքեր։ Ես հասկացա, որ այլևս չեմ կարող պայքարել այդ process-ի դեմ, որովհետեւ ես միշտ պայքարում էի, որ սեփական հատված մնա դա։ Եվ որոշեցի, որ ես էլ պիտի քանդեմ, ուրեմն պիտի քանդեմ եւ կառուցեմ նոր շենք։ Հիմա պատկերացրեք, թե ինչ դժվար էր գալ այդ որոշմանը։ Քո ձեռքերով կառուցված քո երազանքի տունը, որտեղ ծնվել է քո զավակը, քո թոռները, քո երեխաներն են մեծացել, դու պիտի քանդես եւ կառուցես նոր շենք։ Բայց մի քիչ սառը դատողությամբ, երբ սկսում ես դատել, հասկանում ես, որ ժամանակների հետ կարելի է նաեւ փոխել երազանքը։ Ավելի գեղեցկացնել, ավելի մեծացնել եւ ավելի օգտակար մի բան կառուցել։ Եվ շատ ափսոսանքով ներքին, բայց այնուամենայնիվ գնացինք այդ քայլին։ Այդ օրը նանոն չէր նայում ոչ հարևան շենքից, ոչ անցնում էր այդ փողոցով, ոչ էլ մոտենում էր շենքի քանդելու ժամանակ։ Ես սրտի, այսպես արցունքով, սրտի կաթիլներով արցունքի մի կերպ հետևում էի աշխատանքին, բայց քանդեցինք եւ փառք Աստծո հիմա շատ գեղեցիկ նոր շենք են կառուցել։
իսկապես դարձավ մեր երազանքի տունը։ Ովքեր էին այդ 24-23 տարի ապրած տան հյուրերը։ Շատ հետաքրքիր մարդիկ։ Մենք ճիշտ ասած մեր բոլոր հյուրերի հետ նկարներ ունենք։ Ու Արմենը ինքը խնդրեց մեր ճարտարապետին, ասեց ուզում եմ այստեղ sense երկրորդ հարկ բարձրանան աստիճաններ։ Ամբողջը լինի աստիճան։ Կասկադային լուծում էր։ Շատ սիրուն էր ու մեր հյուրերը բոլորը այդտեղ նկարվել են մեզ հետ մեր ընտանիքում շատ Արտավազդ Փելեշյան, Նարա Շտեպչյան, Վահե Կարապետյան Միացյալ Նահանգներից իմ ընկերը, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, բոլորը Ռուբեն Մաթևոսյան, յուրաքանչյուրը ասի իր ամենաուրախ օրը որն է եղել այդ տանը։ Կարող է իրար հետ չբռնել, բայց կուզեմ երկուսիդ էլ ասել։ Այն որ ցած փակում ես աչքերդ ու միշտ այդ օրը հիշում ես։ Երկու շատ կարևոր ուրախ օր ունեցա այդ տանը։ Առաջին գիշերը որ քնեցի այդ տանը իմ տարեդարձին ես քնեցի այդ տանը եւ երկրորդ օրը որ իմ երրորդ աղջիկը Արինան ծնվեց այդ տանը։ Մի քանի ամիս հետո տեղափոխվեցին։ Այո։ Մի քանի ամիս հետո ծնվեց։ Աշուշ դրանից հետո շատ ուրախ օրեր ենք ունեցել, շատ հրաշալի Օֆելիա Համբարձումյան, Ռաիսա Մկրտչյան, իմ սիրելի ընկերները արտասահմանից մեր ստեղծագործող ընկերները միշտ որ գալիս են մեր տանը ձմեռային շրջանում խաշկերույթներ, ամառային շրջանում ճաշկերույթներ, բնական է իմ պատրաստած խորովածը, թոնրի մեջ պատրաստած խորովածը եւ անուշ պատմություններ ու հիշողություններ, որոնք հիմա մեղվել են իմ մեջ եւ այդ պատմություններից շատերը դարձան նաեւ իմ վերջին հրատարակած գրքի պատմությունների շարքերի մեջ տեղ գտան։ Այդ գրքերի մասին մենք բայց դա խոսենք քասրի կոնյակի հետ միասին։ Կոնյակը պիտի խմենք, հրաշալի։ Ձեր ամենաերջանիկ օրը որն է եղել այդ տանը։ Երևի նույնը շատ երջանիկ օրեր ենք ունեցել։ Երջանիկ օրերից մեկն էլ, երկուսն էլ, երեքն էլ այն են, որ մեր երեխաները իրենց ընկերների հետ կարողանում էին լավ ժամանակ անցկացնել մեր տանը։ Որ այսօր կարոտում եմ այդ օրերին։ Շատ ուզիչ է, բայց կարոտում եմ։ Մեծացան երեխաները, հա։ Երեխաները Հայկը ամուսնացել է մեր Անուշի Քարսիկի հետ, նայնե ապրում են Ամերիկայում, Սեդանել, Հովիկի հետ, Ներփեսայի հետ, Թորների հետ, Ամերիկայում են ապրում, սովորել են, աշխատում են։ Այսօր մենք ստեղ Արինայի հետ մենակ ենք Հայաստան, բայց էլի գնում գալիս ենք թորներն են գնում գալիս, երեխաներն են գնում գալիս, բայց այդ տարիների աշխուժությունը, ուրախությունը, որ երեխաները մեզ հետ էին, վերև, ներքև, աղմուկ, աղաղակ, այսօր կարոտում եմ։ Շատ կարոտում եմ։ Ինչ ասենք Ամիրան մեծ ընտանիքի մյուս թորները, եղբոր երեխաները, Արտոնանի, չէ՞, մի տան մեջ բոլորս մենք այդ տան մեջ շատ ուրախություններ ենք ունեցել, շատ։ Այ, ժամանակը փոխվում է, կյանքը փոխվում է, բայց ինչպես Սարոյանն է ասում, հիշողության մեջ մնում է լավը, միայն լավը։ Ես առաջարկում եմ, մենք փոխենք գինին ու տեստը եւ վերջապես, չնայած այս մասին դուք իհարկե խոսել եք, բայց ինձ միշտ հետաքրքիր է լսել զույգերի հանդիպման պատմությունը տարիներ անց, երբ արդեն հետադարձ հայացք ես գցում։ Դա շատ հետաքրքիր պատմություն։ Ու հասկանում ես որտեղից ուր եք եկել։ Անենք այդպես։ Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Առաջ դեպի հետաքրքիր պատմություն է։ Այո։ Սիրելի կանայք, գայթակղեք ձեր տղամարդկանց եւ մատուցեք խոզի չալաղաջ։ Ոչ մի հայ տղամարդ չի հրաժարվի խոզի չալաղաջից։ Պատրաստելու եմ խոզի չալաղաջը եւ մատուցելու եմ սև սալորով։ Նախ մարինացնենք միսը, կարմիր սոխ, կիտրոն, թարմ ուրց, աղ, սև պղպեղ եւ հարում ենք։ Մինչ միսը մարինացվում է, պատրաստեմ սալորը։ Թավայի մեջ ավելացնում եմ ձիթայուղ, դեպ ես ինքս եմ համեմել ձիթայուղը, հազրև արդով և սխտորով։
ավելացնում եմ թարմուրց, աղ, պղպեղ, մի փոքր մշկընկույզ եմ քերում, մի քանի սալոր, որը որ ափսեի մեջ մատուցելու եք, կողք դրեք։ Մնացածի վրա ավելացնում Արմենիա վայն ընկերության Երևան անապակ կարմիր գինին, որ սոուս դառնա։ Միսը դնում եմ ջեռոցը։ Կարագ եմ ավելացնում եփվող գինուն եւ սալորին։ Մնաց հարեմ սոուսը եւ մատուցեմ մսի հետ։ Փառահեղ, ես ինչ գեղեցկություն է։ Հերմինե կրկնում եմ, ինչու ռեստորան չես բացում։ Ես մտածելով, որ հայ տղամարդուն առանց խոզի մսի ընդունելը մովետոն կարող է դիտվել։ Ճիշտ է։ Այն էլ ձեր նման տղամարդուն, որը չնայած շատ յուրահատուկ ուտեստներ է փորձել իր ամբողջ կյանքում, բայց միևնույն է հայ է մնացել։ Ես հասկացա, որ այս խոզի մսից մենք պետք է անպայման միասին փորձենք։ Եթե միշտ չի լինում, ես շատ տխուր եմ հեռանում սեղանից։ Հա, ես պատկերացնում եմ։ Ինչպես նորմալ բոլոր հայ տղամարդիկ։ Եվ առաջարկում։ Իսկ երբ որ Արմենը սոված է լինում, վախենալու է։ Շատ դժվար է։ Ինչպես բոլոր տղամարդիկ։ Ինչպես բոլոր տղամարդիկ։ Բայց այդպես որ շատ զայրացած լինի, հիշում եք, տենց օր, որ այնքան զայրացած լինի, որ վախենակ։ Հա, հիշում եմ, բայց ուզում եմ մոռանամ, էլ չխոսենք դրա։ Լավ, դե առաջարկում եմ, քանի դեռ չենք էլ հիշել, պարոն Ամիրյան ջան, Արենի, Մերլո, Կաբերնե Սավինյոն խաղողների բլենդով փորձենք, չնայած արդեն հասկացա, որ ձեր ընտանիքի սիրելի գինին է, կարմիր թարիրին։ Մենք ոչ միայն թարիրին ենք սիրում, այլ նաև սիրում ենք Արմենիա վայնի թանգարանը, որի ստեղծմանը նաև մի փոքր ես եմ մասնակցություն ունեցել, երբ որ նախարար էի, եւ շատ ուրախ եմ, որ նման թանգարան այսօր Հայաստանում կա։ Դա շատ ներկայանալի թանգարան է, որ հյուրերին կարող ես պատմել գինու պատմությունը, Հայաստանի պատմությունը ու հպարտանալու աստիճան լավ թանգարան է։ Շատ շնորհակալ եմ, որ իրենք վերջապես արեցին այդ թանգարանը։ Պատմել եւ ցույց տալ, դա էլ է շատ կարևոր, դա բավականին ինտերակտիվ է, ինչը այսօր մեր թանգարաններին պակասում է։ Մեր հյուրերը բոլոր այդ փառաջանովի հատվածը ինչ փառահեղ։ Անպայման պիտի այդ թանգարանով մեր հյուրերը անցնեն, ով որ գալիս է մեզ հյուր Հայաստան, պարտադիր պիտի անցնեն։ Եվ հպարտանալու աստիճան թանգարան է, բրավո։ Այո։ Ինչպես գինին, իրենց պատրաստած։ լավ ձայն։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ես մի քիչ էքսպերիմենտներ եմ արել։ Եթե ստացված չլինի, միասին կտառապենք։ Եթե ստացված լինի, միասին կվայելենք։ Արդեն տեսքից շատ լավն է։ Փառահեղ։ Անտիր։ Դա կնամեծարությունն է խոսում, պարոն Ամիրյան, թե իսկապես համեղ է։ Հա, ինչ հաճելի է։ Հա, Սոուսը ինչ համեղ է։ Շատ համեղ է։ Ուտես ուտելիքը նաև միջավայրի մեջ է որոշակի համ, բույր ձեռք բերում, ոչ միայն պատրաստողի, այլ նաև միջավայրի, թե ում հետ է ստացված, ինչ տրամադրություն, սեղանակիցները։ Այս նույն ուտեստը կարող է, չգիտեմ, մի մխտար մարդու հետ լրիվ ուրիշ համ լինել։ Բայց մենք հիմա հաճելի մարդկանցով նստած եւ անուշ ճաշում ենք։ Հերմինե ջան, շնորհակալություն, շատ համեղ էր։ Ուզում եմ անպայման բարձրաձայն ասել, որ խոզը շատ նուրբ էր։ Բարը ինքը բարեհունչ չի։ Եկեք խոզուկ ասենք, հա։ Եկեք խոզուկ ասենք։ Խոզուկը շատ նուրբ էր եւ համեղ։ Խոզուկը տարատեսակ էսպես համեր եւ նուրբ տրամադրություն կարողացավ մեզ փոխանցել, անշուշտ քո ձեռքերի, քո սրտի, քո ջերմության շնորհիվ։ Շնորհակալ եմ շատ, ես եմ շնորհակալ։ Շատ համեղ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, շատ համեղ էր։ Ես նորից շարունակում եմ կրկնել իմ գաղափարը, ինչու ռեստորան չես բացում։ Ինձ
թվում է մի օր, պարոն Ամիրյան, Սարերում կլինի նման մի բան, որ ասենց ընտրած մարդիկ իմանան այնտեղ կա ռեստորան, գան ճաշ։ Ու կվերցնես անկյունում դրված այս գիտարը, կնվագես ռեստորանի մուտքի մոտ եւ մարդիկ կգան վայելելու։ Բայց մնում է նվագել սովորել։ Ես խոստացել եմ այն մարդկանց, ովքեր մեզ դիտում են, որ մենք պատմելու ենք տարիներ առաջ մի աղջիկ եւ տղա ինչպես են հանդիպում։ Եվ այլն։ Դա հեռավոր 37 տարի առաջ է։ 37 թվականին։ 1937 թվականին։ Ինչ տարի 37 թվականին։ Դեկանո 38 տարի առաջ։ 88 թվականին։ 88 թվականին, այսպես ասենք, հա։ Դե պատմեք 1900, 1800 չէ, 1900։ Համաձայն եք ամեն ինչ ճիշտ է ասում։ 88 թվական։ Ուրեմն իմ կյանքում այնպես դասավորվեց, որ ես գնացի խորհրդային բանակում ծառայելու 1986-ից 88 թվականներին եւ ծառայում էի Ադրբեջանում Իրանի հետ սահմանակից հատվածում Աստարա քաղաք գոյություն ունի, որ քաղաքը կիսում է սահմանը պարսկական եւ ադրբեջանական հատվածում եւ 88 թվականին արդեն սկսեցին Սումգայիթի դեպքերը, Բաքվի դեպքերը Երևանում մարդիկ արդեն խոսում էին անկախության մասին, խոսում էին ազգային ինքնորոշման մասին, հրապարակները լիքներ, անշուշտ բանակում ծառայելու տարիներին ես ոչ մի ինֆորմացիա չունեի։ Նույնիսկ նամակի մեջ չէր գրվում դրա մասին, որովհետև այն ամենայնիվ սովետական միություն էր։ Բայց այստեղից այնտեղից ինֆորմացիան գալիս էր։ Հետո Բաքվի դեպքերից հետո այդտեղ սկսեցին բավականին վատ իրադարձություններ տեղի ունենալ ազգությամբ հայ զինծառայողների հետ կապված։ Հիմա չեմ ուզում այդ ողբերգական բաները թվարկել, բայց դա սարսափելի իրադարձություններ էր։ Իմ հայրը մի ընկեր ուներ այդտեղ ապրող, որի օգնությամբ ես զորացրվելուց հետո 88 թվականին կարողացա գալ Հայաստան։ Դա շատ վտանգավոր էր, չափազանց վտանգավոր էր։ Եվ եկա արդեն 86-ը թողած այն անհոգ գեղեցիկ այդ տարիները, անշուշտ հեռուստատեսությունում արդեն 12 տարեկանից 86-ին Հայաստանը թողած 88-ին վերադարձա արդեն այլ իրականության մեջ, ուրիշ իրականության մեջ, Երևանը հեղեղվում էր, Երևանը լցված էր ազգային շնչով եւ դա ինձ շատ դուր էր գալիս, շատ հետաքրքիր էր ամեն բան։ Եվ նորից անցա հեռուստատեսային իմ աշխատանքին, որը ինձ համար այսպիսի մի նոր արաքս էր, որի ալիքները ինձ տանում էին հեռու եւ տալիս էին նոր հնարավորություններ, մանավանդ այդ իրականության մեջ, նոր ազգային իրականության մեջ։ Առաջին անգամ եռագույնը եթեր տալ, հասկանում ես, դա այն ժամանակ մենք հերոսություն էինք համարում։ Դա հերոսություն էր։ Եվ Արտուր Ղարիբյանը, Աստված օգին լուսավորի, ինչ ոգևորություն ապրեց ռեժիսորական պուլտի մոտ, երբ որ իմ հետևում հայտնվեց եռագույն դրոշը։ Դա այսպես ֆանտաստիկ մի բան էր, որ մինչև հիմա այսպես որ խոսում եմ, սիրտը սկսում է թրթռալ։ Թեպետ այսօր դա շատ սովորական է մեր բոլորի համար։ Նոր սերնդի համար շատ սովորական բան է։ Այդ եռագույնը եթեր տալ։ Զինվորները ռուս, որ կանգնած էին ավտոմատներով ստուդիաների տաղավարների մուտքի մոտ եւ դու պիտի լուրեր կարդայիր, հայտարարելով պարետային ժամ, հայտարարելով, չգիտեմ, սահմանափակումներ եւ այլ, եւ շատ լավ հիշում եմ Այդա Ներսիսյանը հերթական պարետային ժամը հայտարարելուց հետո ինչպես թուղթը շպրտեց սեղանին, հետո դարձավ մի մեծ պատմություն։ Մի խոսքով, այս բոլոր այս հետաքրքիր իրադարձությունների մեջ ես փնտրում էի այն աղջկան, ում հետ պիտի ամուսնանամ։ Այսինքն այդպես փնտրում էի։ Հա, դե մտածում եմ, արդեն եկել եմ, հա, պլանավորված էր, էլի։ Հա, եկել եմ 21 տարեկան եմ, հիմա պիտի ամուսնանամ, հա, բավականին այսպես նաև հայտնի մարդ, չգիտեմ, զանգերը շատ
հնարավորությունները շատ, հա, ձերքի ձեռք չգնամ էլի հանկարծ, հա, մարդ ես էլի, հիմա գայթակղությունների չենթարկվես։ Եվ իհարկե ընտանիքն էր փնտրում եւ եղբորս կինը Արտավազդի մայրը ասեց ինձ հետ մանկապարտեզում դաստիարակ չի էր աշխատում է մի աղջիկ, որի քույրը նոր դպրոցն ավարտել է, շատ անուշիկ աղջիկ է։ Ահա, ասի մի հատ տեսնեմ նկարները, տեսա շատ սիրուն աղջիկ է։ Հա, ես պիտի ծանոթանամ այս աղջիկա հետ եւ ուզում եմ ծանոթանալ շատ։ Ինչ պիտի անենք Արտավազդի մոր կոլեկտիվին, ամբողջ կոլեկտիվին հրավիրել ենք մեր ամառանոց, Գոշու։ Ընտանիքներով, հա։ Բոլորին հրավիրել ենք, որ աղջիկը գա տեսնեմ։ Բայց դուք արդեն գիտեիք ինչի համար է։ Լավ ճիշտն ասա։ Եթե իմանայի, երևի չէի գնա։ Ասա ինչու, որովհետև մինչև դա, երբ որ ես հեռուստատեսությունում էի, դու պատմի, ես չասեմ, հա։ Իմ դպրոցական տարիներին Արմենը արդեն շարադրություն հաղորդաշարը կար Ամալիա Հունանյանի, վարում էր շարադրությունից հետո կինոնկար երեխաներին, ամեն կիրակի տատիկը շատ էր սիրում։ Դուք իր աուդիտորիան եք էլի եղել։ Տատիկը շատ էր սիրում Արմեն Ամիրյանին, հենց դուրս էր գալիս, ասում էր, վայ, ես են սիրում բարետես տղան, ինչ սիրուն ա խոսում, ինչ սիրուն հայերենով ա խոսում։ Ուստեղ կինոն վերջացավ, հիմա շարունակում է իրականությունը։ Արմենը ինձ համար էկրանից այն կողմ մեծամիտ, ինքնահավան, ինքնասիրահարված Պարոն Ամիրյան, պատկերացնում ես։ Բայց ինձ թվում է միակ մարդն է եղել, ներողություն, միակ մարդն է եղել, որ այդ կարծիքին է եղել, դրա համար էլ եկավ ձերս ընկալ, դրա համար էլ ձերս ընկալ։ Հա, որ նայեն պարոն Ամիրյանը մտածեն մեծամիտ, ինքնահավան, ինքնավստահ, այդ որտեղից էր այդ զգացողը։ Հա, ինքնասիրահար։ Հա։ Այդպես տպավորություն ունի։ Եվ Հիմա եկել են մեզ հյուր։ Ասում էի տատիկ փոխենք, հետո ֆիլմի ժամանակ նոր կնստենք կնայենք։ Անջատեք։ Ասում էի փոխի էլի շատ, ասում էր, նանո ջան, շատ մի սիրի, շատ մի ատի, սիրել կա, սենց բաներ են։ Լուրջ եք ասում։ Բայց առանց իմանալու մեր կապ չունենք իրար հետ։ Այդ ժամանակ չգիտեի էլ որ քույրիկս աշխատում է Արմենի եղբոր կնոջ հետ։ Հա, ահա։ Եվ այդպես մի օր քույրիկս գալիս է, ասում է, Օսաննայինք բոլորը հրավիրում են մեզ բոլորիս, հրավիրում են իրանց ամառանոց ամբողջ աշխատողները, ընտանիքներով գալիս են։ Ես ասեցի, չէ, ես չեմ գնա, դուք ձեր աշխատող, չէ, ասեց ընտանիքներով են հրավիրում։ Ոնց չես գա քեզ համար կասկածել։ Չէ, ես չէի։ Դե բարձա որ բայց ես գիտեի, որ Արմենը, այդ նույն տղան, Օսաննայի տեքրն է։ Բայց չէիք ուզում գնալ նաև որ չտեսնեք այդ մեծամիտ, ինքնահավան, ինքնավստահ գնալու եմ խոսի սաղի շուրջը հավաքի։ Հա, այդ այնց էլի, հա, այդ այնց, հա։ Հետո առաջի տպավորությունը, երբ որ հանդիպեցինք, նույնն էր, չփոխվեց իմ մոտ կարծիքը։ Տեսա՞ր, բա որ ասում էի։ Բայց ինչ էիք անում, որ նույնիսկ առաջին էի անում, խորոված, իրանց համար խորոված եմ անում։ Գոշի ամառանոցում Արմենը խորոված անում, աստիճաններով բարձրացանք, հասանք, հավասարվեցինք իրեն։ Հիմա բարևեցինք, ինքը առանց պտտվելու, գլուխը այսպես առանց խորովածը վարվի Հերմինե ջան։ Հա, բայց այդ գիտեք կանանց ոնց է գժվացնում։ Հա, գիտեմ դրա համար էի անում։ Բայց կարող ես այդպես մտածել էլի, որ գնացել ես ինչ-որ սիրունանես մի տղամարդ, մեկը վրատ էլ չի նայում։ Բոլոր իմ ընկերուհիները բոլորը սիրահարված էին Արմենին։ Ես ասում եմ, ինչ եք գտել իր ամենը, ասում եմ։ Մի խոսքով առանց պտտվելու գլխով այսպես ուղակի բարևեց, ասեցի, ճիշտ էի մտածել, իմ մեծամիտ, ինքնահավան, ու անցանք։ Իսկ ինչպիսին էր ձեր առաջին, այդ որ պտտվեցիք, խորովածը մի վարքյան թողեցիք, մեծան խորովածը թողեցիք։ Ասի, ահա եկավ։ Բայց դուք առաջին վարքյանին արդեն հավանեցիք, դե եղավ այո, իհարկե, եղավ հենց առաջին բոցը եւ հետո մեկ-երկու օրերի ընթացքում երկու օր մնացին։ Գիշերել եք են։ Մեծ ամառանոց ունեին Արմենենք, բոլորս այտենց աղջիկներով մի սենյակում տղաներով այսպես խաղեր էին կազմակերպում։ Երեկոյան խաղում ենք պանտոմիմա։ Թիմերի ենք բաժանվել, մենք տարբեր թիմերում ենք։
Ու Արմենը պետք է ինձ ինչ-որ բան ասի, ես ցույց տամ։ Ներողություն, այդ տարի նոր դուրս էր եկել «Ապրեցեք երկար» ֆիլմը։ Այո։ Հա, Բալի շուրթերով աղջիկ հայտնի արտահայտությունը այդ ֆիլմի, այո։ Բալի շուրթերով աղջիկ արտահայտությունը բոլորի սրտերում եւ հոգիներում էր, այսպես շրջանառվում էր, հա։ Բոլորը այսպես սիրո կայծեր էին տեսնում այդ արտահայտության մեջ։ Եվ Բալի շուրթերով իմ հեքիաթ։ Այո, Բալի շուրթերով իմ հեքիաթ։ Ու Արմենը մոտենում է ինձ, ասում է Բալի Մուրաբա ականջիս, շատ կամած, որ ես պետքա ցույց տամ։ Ու այդ ասելուց հետո սենց ամբողջ մարմինը սենց Այդ կոչվում է սեր, Հույնե ջան։ Բայց գիտես ես էլ հիմա տենց եղա։ Ու սենց ինչ-որ բան անցավ իմ մեջով, սենց ամբողջովին մի բան անցավ։ Այդ կոչվում է սեր։ Ճիշտ էր ասում Արմենը։ Այո, այո։ Ասում եմ իմ կարծիքը նույնն է, չեմ փոխ։ Չի փոխվելու։ Ու այդպես հետո ավելի սենց ասում եմ ինչ-որ հետաքրքիր տղա է, հա։ Շատ հետաքրքիր տղա է։ Շատ մեծամիտ չի ոնց է։ Ոչինչ կարելի է, հա։ Չի։ Բայց ոնց է մի քիչ ուրիշների դասի ուրիշներից բացի։ Ու այդպես սկսվեց։ Հետո անցավ 1 շաբաթ, Արմենի ծննդյան տարեդարձն էր։ Արմենի 20 ամյակն էր։ Այո։ Այո։ Նորից հրավիրեցին մեզ ընտանիքով։ Արդեն կոնկրետ էլի։ Արդեն հրավիրեցին ամառանոց նորից այնտեղ էինք ծնունդը նշելու։ Ով էր հարաբերությունները զարգացնողը։ Ես ավելի շատ ես, հա։ Բայց ինչպես էիք հասկացել, որ հենց այն կինն է, որ ձեր կողքին պիտի լինի։ Չգիտեմ, Մերմինե ջան, նման դեպքերում կարծում եմ Աստված է առաջնորդում։ Եվ եթե չունես այդ աստվածային առաջնորդությունը, այդ ընտանիքը այն ամրությունը չի ունենում հետագայում, ինչ որ ունենք մենք։ Եվ շնորհակալ եմ Աստծուն, որ առաջնորդելով այսօր ես ունեմ իմ ընտանիքը, Նանոյի հետ կանգնած լինելով այդ ընտանիքի այսպես շուրջ բոլորը թևերը փռած պահում ենք մեր երեխաներին, մեր զավակներին։ Աստվածային առաջնորդություն է։ Նայ, աստվածային առաջնորդության հետ համամիտ եմ, պարոն Ամիրյան, Աստծո մատը խառն է հաստատ, բայց դրանից անդին գալիս է արդեն մարդկային գործոնը, գալիս են հարաբերություններ, բնավորություններ, խնդիրներ, ուրախություններ, որոնց միջով պետք է կարողանալ Քեզ ազնվորեն ասել։ ամեն ինչ Աստծո վրա դնելու համաձայն եմ, բայց Աստված գիտի թե ում կողքին ում տեղավորի։ Այդ իմաստ։ Որովհետև ես իմ բնավորությամբ իհարկե բավականին բարդ մարդ եմ։ Ես բավականին սկզբունքայնություններ ունեմ, որոշակի ինչ որ ասես բզիկներ ունեմ եւ ամեն ինչ պիտի լինի իմ երևակայած, իմ երազած տեսանկյունով։ Նանոն ոչ միայն կարողանում է, չեմ ուզում այդ բառը օգտագործել, հարմարվել իմ երազանքին, ինքը կարողանում է իմ երազանքը ավելի գեղեցկացնել։ Եվ իրենը դարձնել։ Ավելի գեղեցկացնել իր մեղմ հանդարտ բնավորությամբ, իր համաձայնությամբ եւ իր սիրով։ Եվ երբ որ քո երազանքը դու տեսնում ես, որ քո կողակից ավելի դարձնում ավելի գեղեցիկ եւ ավելի այսպես լեցուն, արդեն դա կոչվում է սեր։ Հա, սա է գաղտնիքը։ Մենք երբեք չենք վիճում։ Մենք եթե վիճում ենք, չգիտեմ, քաղաքական թեմաներով միայն։ Բայց վերջերս դա էլ չենք անում։ Ճիշտ է անում եք, օգուտ չկա։ Հոգնել ենք արդեն, հա։ Եթե ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի անծանոթ մեկը, ով չի ճանաչում Արմեն Ամիրյանին, ու խնդրի ձեզ պատմել ձեր ամուսնու մասին, պատմի, ինչ ձևի մարդ է, ով է, ոնց կպատմեք իր մասին։ Ոնց կպատմեմ։ Ինչ կպատմեք։ Ճիշտն ասա։ Արմենը շատ հանդուրժող է։ Շատ սեր կա իր մեջ, շատ։ Այդ ոչ թե միայն ընտանիքի հանդեպ, հայրենիքի, առաջին աշխատանքի, նաև շատ հանդուրժող է։ Մեկ-մեկ ես ասում եմ Արմեն, բայց չի կարելի, էլի խնդրում եմ քեզ, մի քիչ խիստ եղի, մի քիչ, բայց ես հասկանում եմ, որ հանդուրժում է, բայց գալիս է մի պահ, որ կարող է այն բաժակը լցվում է, ու ինքը էլ կարող է ընդհանրապես փակի ամեն ինչ։ Կամ սիրում է, կամ չի սիրում։ Կամ ընդունում է, կամ չի ընդունում։
Հա, հետաքրքիր բան եք ասում։ Ինքը շատ մեղմ է, շատ ներողամիտ է, կների բոլորի սրտով կգնա։ Բայց եթե հասկացավ շատ ավելի ուշ, հասկացավ, որ չէ, իրան ճիշտ չեն հասկացել, ինքը միանգամից կարող է փակի։ Հա, իմիջայլոց երեք մտածում էի, պարոն Ամիրյան, երեք ձեր մասին շատ եմ մտածել։ Վայ, Լամար էի վարվում, կարմերել էի ականջներս, վարվում էի։ Ես հետաքրքիր մի եզրահանգման եկա։ Ուրեմն պարոն Ամիրյանը մի ահատկություն ունի, որ կարողանում է իր կողքի մարդկանց, ես դա ասում եմ մեկը, ով որ մատների վրա հաշված անգամ է հանդիպել, հա, եթե օրինակ պայմանական ասենք, բայց կարողանում է այնպես անել, որ իր կողքը հայտնված մարդը, դա կլինի հարցազրույցի պահին, դա կլինի մի հատ անցում բարև ձեզ միջոցառում լինի եւ այլն, այդ պահին քեզ ամենակարևորն է զգում։ Ես չգիտեմ դուք դա ոնց եք անում։ Դու քեզ զգում ես ամենակարևորը այդ միջավայրում, դու քեզ զգում ես ամենագնահատված այդ միջավայրում, դու քեզ զգում ես ամենագեղեցիկը այդ միջավայրում։ Այս հատկանիշները, որ ունի տղամարդը, հիմա արդեն շատ դեպքերում տեսնում ենք, որ կորել են։ Այդ դաստիարակությունն է, թե դա բնածին տաղանդ է, թե հմտություն է, որ մարդը կյանքի ընթացքում ինքն իր վրա տղամարդը աշխատում է եւ կարողանում է գալ հասնել նրան, որ իր կողքի մարդիկ, հատկապես կանայք, ընկեր, քույր, ընկերուհի, մայր, զգան իրենց ամենակարևորը իր կողքը։ Կարծում եմ եւ ժառանգություն, եւ ժամանակի ազդեցություն, եւ կրթություն, եւ միջավայրի ազդեցություն, չէ՞ որ մենք մեծացանք նաև այն իրականության մեջ, որ կոչվում էր Խորհրդային Միության վերջին տարիներ, որտեղ կրթական մակարդակը շատ բարձր էր, շատ բարձր էր։ Ես միշտ ասում եմ, որ այդ զարհուրելի սովետական երկրում կար մի քանի կարևոր եւ լավ բան, եւ հրաշալի բան։ Առաջինը դա կրթության, մշակույթի եւ գիտության հանդեպ պետության հոգացությունն էր։ Կան տարբեր մեկնաբանություններ, թե ինչու էր սովետական միությունը ուշադրություն դարձնում այդ ամենին։ Եւ հենց այդ կրթության, մշակույթի եւ գիտության հանդեպ ուշադրությունը սովետական միության մեր հասարակությանը դարձրեց այնպիսի մի կուր, ամուր հասարակություն, որը ոտքի ելավ, նախ գիտակցեց իր ազգային ինքնությունը, հետո ոտքի ելավ պահանջելու ազատ ապրելու իր իրավունքը։ Եվ այդ հասարակության մեջ կարևորագույն դերակատարում ունեցավ հեռուստատեսությունը, որտեղ ես հայտնվեցի 79-80 թվականներին։ Դա հեռուստատեսության զարթոնքի տարիներն էին։ Եվ այդ հեռուստատեսության եւ ռադիոյի ընդհանուր միջավայրը չէր կարող չձևավորել մարդու, որը ունակ է գնահատելու, որը կարող է սիրել, կարող է տալ, նվիրել, ստեղծել, օգնել, ձեռք մեկնել։ Ընդհանրապես հասարակություններ այդպիսին այն ժամանակ։ Եվ շատ ուրախ եմ, որ հենց այդ միջավայրում ես կարողացա ձևավորվել որպես մարդ։ Անշուշտ նաև ժառանգության այսպիսի որոշակի էլեմենտներ կան եւ հայրական եւ մայրական ընտանեկան դաստիարակությունը, բայց ուզում եմ նաև մեկ անգամ ես բարձրաձայնել այդ տարիների հեռուստատեսության իմ եւ քո նաև Նանոյի, որովհետեւ ինքն էլ ամբողջ կյանքը անցավ այդ հեռուստատեսությունով, մեր սիրելի մայր հեռուստատեսության այդ ավանդույթները ձևավորեցին ոչ միայն հեռուստադիտողին, այլ նաև հենց մեզ հեռուստատեսության աշխատողներին։ Եվ մեր երջանկահիշատակ այն ժամանակվա ղեկավար Ստեփան Պողոսյանի ղեկավարությամբ ստեղծվեցին տասնյակից ավելի ազգային հայրենասիրական հաղորդումներ, լեզվի, ինքնության, գրականության, պատմության մասին հաղորդումներ, մեր լեզուն, մեր խոսքը, չգիտեմ, մեր պատմությունը, հա, իդեպ մի քանի պատմություններ այդ տարիներից իմ վերջին գրքերում տեղ գտան եւ նաեւ իմ հերոսների ապրած կյանքում իրադարձություններ դարձան, որի համար շատ ուրախ եմ։ Օրինակ մի հետաքրքիր պատմություն կա, որ Արտեմ Սարգսյանը, մեր լեզուն, մեր խոսքը հաղորդման հեղինակը, այդ տարիներին շատ կար նոր բառերի, այսպես նորամուծություն, բառեր էին հորինում եւ մի լեզվաբան, մի տարիքով պապիկ որոշել էր, որ տրամվային պիտի ասի զրնգոն, ավտոբուսին պիտի ասի, տրոլեյբուսին պիտի ասի սրընթոն, իսկ հակիրճաբան պիտի ասի կոնսպեկտավորողին։ Լավ, կոնսպեկտավորողին հակիրճաբան ինչ որտեղ ընդունեցի, բայց զրնգոնն ու սրընթոնը որն է։ Եվ հերթական հաղորդման ժամանակ Արտեմ Սարգսյանը այսպես քննադատության է ենթարկում
այդ բառերը եւ մի քիչ էլ ծաղրում է։ Այո։ Հաջորդ օրը լեզվաբան պապիկը իր սպիտակ շլյապայով, սպիտակ մորուքով գալիս է Ստեփան Պողոսյանի մոտ։ Ստեփան Պողոսյանն էլ այսպես լավ հայհոյող մարդ էր, էլի սասունցի կոշտ ու կոպիտ, բայց նաև շատ գիտակ, շատ անուշ մարդ։ Հայհոյանքը օրնանք էր նրա։ Դուրը բացում է եւ այս ծերունական Զարամյալ ծերունու ձայնով, ձայնով Արտեմ Սարգսյանը, Սրընթոնը, Զրնգոնը, Հակիրճաբանը չի հասկանում Ստեփան Կարպիչի ինչ է ասում, բռնում է Արտեմ Սարգսյան։ Կոճակը սեղմում է Սելեկտրի, մի հատ կանչեք Արտեմ Սարգսյանին։ Այն ժամանակ մեր ղեկավարությունը նստում էր ռադիոյում, մենք հեռուստատեսություն ունեինք։ Դե Արտեմ Սարգսյանը մինչև կգա 30-40 րոպե տևում է։ Գալիս մտնում է սենյակ, այդ ամբողջ ընթացքում ծերունին Արտեմ Սարգսյանը, հա Զրնգոնը, Սրընթոնը, չգիտեմ Հակիրճաբանը, Արտեմը գալիս, այդ տղա ուր ես, ասում դե Ստեփան Կարպիչ ասում, մի գալիս է ասում, Սրընթոնով գալիս էի, Զրնգոնը բախվեց Սրընթոնին, կողքից նստած Հակիրճապանը գլխով հարվածեց ապակուն, մինչև օգնություն ցույց տվեցինք ուշացանք։ Մեծ այդ ինչ հիմար բառեր ես օգտագործում։ Դա ես էլ եմ ասում էլի Ստեփան Կարպիչը։ Ֆանտաստիկ պատմություն։ Լեզվաբանը փուք փախնում է սենյակից։ Եվ այս պատմությունները որտեղ են ժողովված։ Վերջերս հրատարակեցի մի գիր, կային ինչ տեսա եւ լսեցի, սիրով կնվիրեմ, կներեք մոռացա բերել։ Ոչինչ, պարոն Ամիրյան, դա լավ նշան է, որ մենք էլի ենք հանդիպելու։ Մենք գրքերի մասին կխոսենք, ես ուզում եմ մի քիչ վերադարձ անել, այսպես կանոնները խախտելով, չնայած եկել հասել են գրքերին, բայց ես հետ եմ ուզում գնալ, Սրընթոնով ուզում եմ հետ գնալ, Զրնգոնով, ինչով ուզում եմ հետ գնալ։ Նայեք, մենք անդադար որտեղ պարոն Ամիրյանին ենք եթերում տեսել, բան այդպես կա այդ տպավորությունը նաև հարցազրույցներից, նաև ճանաչող մարդիկ, որ հրաշալի տղամարդ է, հրաշալի ամուսին է, բայց այս ամեն ինչը կարող էր այդքան էլ այդպես չլիներ, եթե նրա կողքին իսկապես հայտնվեր մեկը, ով չի գնահատում, ով պատրաստ չէ անցնել նրա հետ այդ ճանապարհը, իսկ հեռուստատեսության աշխատողի այն էլ մեկնաբանի, պրոդյուսերի եւ այլն կողակից լինելը հեշտ բան չի, որտեղ երկրում տեղի ունեցող իրադարձությունների առաջին կրողը լինում է հեռուստատեսության աշխատողը եւ ամեն օր չէ որ այդպես պայծառ տուն ես գալիս եթերից, որովհետեւ այո մի հրաշալի եթեր ավելի հաճախ հակառակը, ավելի հաճախ լինում է հակառակը, հատկապես երբ պատերազմական ընթացք է, երբ 88 ենք խոսում, 88-ի բոլոր իրադարձությունները չմոռանանք, 90-ի իրադարձությունները չմոռանանք եւ տուն էր գալիս մի տղամարդ, որին պետք է դիմավորի կինը, ով պատրաստ է նրա հետ անցնել այս ճանապարհը։ Այ դժվար էր տրվում այդ ամեն ինչը։ Շատ, մենք շատ դժվար օրեր ենք ունեցել միասին, շատ դժվար։ Երևի շատ քիչ հաշված օրեր կլիներ, որ Արմենը լիարժեք, ասենք երեկոյան տանն է եղել, առավոտյան գնացել է, մինչև գիշերվա կես աշխատում է։ Ու տենց պատմություն կա երեխաներից, մի օր Հայկը Սեդուլն էր, չէ՞, Սեդա, հա, առավոտյան Կիրակի օրը արթնանում է, գալիս է մեր սենյակ, տեսնում է papan քնած է, ու ուրախ գնում է մյուս սենյակը, ասում է, Հայկ, վեր կա, տեսնո papan մեր տանն է մնացել, երեխեքի համար դա։ Այն որ առավոտյան արթնանում էին, այնտեղ գնում էի քնած էին, գալիս էի քնած էին, հա, այսպես, հա, շատ դժվար օրեր ենք ունեցել, բայց հաղթահարել ենք այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը հաղթահարել ենք։ Արցախյան պատերազմ, ընկերների կորուստ, չգիտեմ, հազար վատ եւ բայց նաեւ այդ ամեն ինչի հետ երկիր հայրենիք կառուցելու, շենացնելու հույս, հավատ, այսպես երազանքներ եւ այդ երազանքները իրականացնելու համար նոր գաղափարներ, էլ ինչ անել, որպեսզի այսպես լինի, այնպես լինի։ Չգիտեմ, գեղեցիկ հետաքրքիր կյանք էր ամեն դեպքում ինչ որ ապրել ենք եւ հուսամ որ շատ ուրախ կյանք։ Այո, եւ ուրախ կյանք էր եւ հուսամ չէ, վստահ եմ, որ սրանից հետո էլ ավելի գեղեցիկ է լինելու։ Հիմա այս պահին այս կետում ենք հարաբերությունների, ընտանիքի, երկրի եւ այլն եւ ես որպես հենց այսօր այս պահին դիտորդ ողջ նկարահանման ընթացքում ֆիքսում եմ մի հատ շատ հետաքրքիր բան, որ միջանկյալ ընթացքում, երբ որ մեզ մոտ դադարում է նկարել խցիկը, դուք մի հատ մի բան եք անում, որը ինձ ամեն անգամ այսպես ինձ համժպիտ է առաջանում դեմքից, չեմ հավատում։ Ուրեմն շատ նուրբ հարցնում եք Արմենին որտեղ է ավելի հարմար նստել, այս կողմում թե այն կողմում, հասկանալով որ նախ մասնագիտական կարևորություն դա կարող է ունենալ իր համար, եւ բացի այդ ձեր տղամարդն է եւ այդ
հարգանքը, այդ հոգատարությունը։ Ոնց անենք, որ Պարամիրան մի փչացրել։ Ոնց անել, որ այսքան տարի հետո, եւ նույնն էլ պարոն Ամիրյանը ձեր հանդեպ, ոնց անել, որ այսքան տարի հետո չկորցնել ես նուրբ վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ։ Նուրբ ասեմ, էլի, որտեվ իսկապես այդ նուրբ վերաբերմունք էր։ Ուղղակի շատ սիրել։ Եվ էլի հանդուրժել ամեն։ Մենք շատ դժվար օրերներ ենք ունեցել։ Մենակ նոր էինք ամուսնացել։ Այն ժամանակ տնային հեռախոսներն էին։ Այս լարով հեռախոսը սկավառակով պատտվող շատ հաճախ զանգահարում էին։ Միշտ ես ու մաման էինք տանը լինում, որ ես վերցնում էի ու միշտ կնոջ ձայն էր գալիս։ Բարև ձեզ, Արմենը տանն է, ասում էի, չէ, տանը չէ։ Դե որ գա ասեք սիրուհին է զանգահարել։ Ասում եմ, վայ ինչ հաճելի է, շատ հաճելի, անպայման կփոխանցեմ։ Ու դնում էի հեռախոսը։ Ու չէր փոխանցում, էր ինչ։ Փոխանցում էի։ Հա, այդ ամենամեղմ բանն էր դա որ լինում էր, բայց ասում եմ, ես հասկանում էի, որ շատ նաև չար աչքեր կան։ Դե բայց մի րոպե իսկ չի եղել մի պահ, որ մտածեք, որ կարող է, բայց իրոք։ Չէ, Արմենը թողած եղել անմոմեն։ Արի պիտի տայի Հերմինե ջան, արի չկար։ Որ զանգում էին, ներկայանում էին որպես ձեր սիրուհի, այդ հեչ, արիդ պիտի տայի, մի հատ էլ արիդ տայի։ Այդ ժամանակ մաման որ կողքից լսում էր, տեսուրս որ լսում էր, վայ ես դրանց սենց նենց ասում եմ մամա հանգստացի, հակառակ ասում եմ, մենք սենց հանգիստ լինենք, իրանք շատ արագ կհեռանան, մեր կողքից արագ կհեռանան։ Ու այդպես էլ եղավ, տենց։ Դե ինչ խոսք, բարդ է եղել ամուսնացած լինել հանրապետության ամենացանկալի համարթու եւ փեսացուի հետ։ Ես հասկանում եմ ձեր տառապանքը։ Ես առաջարկում եմ շարունակենք մեր զրույցը դեսերտի եւ կոնյակի շուրջ եւ խոսելու ենք ստեղծագործելու։ Այս համեղ ճաշից եւ զրույցի, համեղ հետաքրքիր զրույցից հետո կասենք էլ ավելի համեղ զրույցի, էլ ավելի համեղ կերակուրների։ Պատրաստելու եմ դեսերտ, որը բոլոր տնային տնտեսուհիները պատրաստում են իրենց բաղադրատոմսով, որովհետև պարզ բաղադրիչների համադրություն է, որը կարող է յուրահատուկ փայլ հաղորդել ձեր սեղանին, հատկապես եթե մատուցեք այսպես։ Ես իմ դեսերտը մատուցելու եմ այս ապուրամանով, որը վստահ եմ, որ շքեղ է նայվելու սեղանին եւ իմ հյուրերին գոհացնելու է։ Ինչ է պետք անել։ Հարում ենք կրեմի համար նախատեսված սերուցքը։ Ավելացնում եմ մասկարպոնե պանիրը և ավելացնում եմ խտացրած կաթ։ Ասեք, որ սիրուն եմ, խնդրում եմ ասեք, որ սիրուն եմ։ Հիմա սկսում եմ հավաքել դեսերտը, ինձ անհրաժեշտ է թխված բեզե, կարող եք ինքները թխել կամ գնել պատրաստ, ինչպես որ ձեզ հարմար է։ Երբ արդեն առաջին շերտը դրել ենք, ավելացնում ենք ազնվամորին, թարդաղց և դնում ենք երկրորդ շերտը։ Եվ այսպիսով եկանք մեր ամենակարծր, ամենագեղեցիկ, Շատ գեղեցիկ, այո։ Ամռան շունչը գալիս է դեռ։ Դեռ գալիս է, դեռ պետք է երկար պահել։ Հրաշք։ Սա այն մեր պարզ հասարակ մերինգ է, որ ասում ենք, բեզեյով։ Բեզեյով։ Ուղղակի ես շատ սիրում եմ Հերիքա, խնդրում եմ, այնքան որ ափսոս է։ Բա հոտը, բույրը։
Շատ տեսքը, ապրես էր մինը։ Ամառային հոտ է գալիս։ Հա, բաց չէ։ Գնում եմ նույն չարչերկված հարց է, ինչու ռեստորան չես բացում։ Երբ կդառնամ 80 սարերի վրա, Այո։ կունենամ մի փոքրիկ հյուղակ, 3 Միշլենյան Հենց այդպես է լինում է, չես սովորավոր գնում ես, մեկ էլ ինչ-որ մեկի տան մեջ ու վրան 3 Միշլենյան հաստղ է կպցրած։ Պարոն Ամիրյան, ես կասեցի, որ հրաշալի կհամադրվի մեր դեսերտի հետ Արմենիա վայն ընկերության V&M կոնյակը 10 տարեկան, 10 տարի շարունակ Արամ Խաչատրյանի երաժշտության տակ 8 մետր խորության բազալտե նկուղում հանգստացած, վայելած մեր կոնյակը։ Մեր հյուրերի հիացմունքը վայելած սենյակից, հա, որտեղ որ մտնում ես զարմացած ապշած նայում են, չէ՞ սենյակին, այդ տակառների, հա, հիացմունքը, հա։ Ձեր բաժակը խնդրեմ։ Բա ձայնը որ բացում ես խցանը։ Հա, հեքիաթային ձայն ունի, չէ՞, հեքիաթային, հա։ Հա, կա տենց բան։ Դե բարով տեսանք։ Այո։ Այսօր լավ հարբեցողություն արեցինք։ Դե լավ, ընդամենը մեկում դեգուստացիա է Շամպայնով, գինիներով, այսպես, հա։ Հիմա մարդիկ ինչ կմտածեն հերոստատիտողները, ամեն Նրանք արդեն հասկացել են։ Հա։ Հա, հետո ես հիմնականում Որ հարվածները մենք ինձ անուղելի ենք։ Անուղելի ասма։ Մի անգամ մեկը մեկնաբանություն էր գրել, Հերինե ջան, ախր շատ ես խմում։ Սիրելի հետևորդներ, մենք ուղղակի դեգուստացիա ենք անում, համտես ենք անում, ճիշտ ուտեստի հետ ճիշտ խմիչք, որովհետև սա շատ գեղեցիկ մշակույթ է, որ լավ կլինի նաև ձեր ընտանիք գա, երբ երեկոյան պատրաստում եք որևէ ուտեստ, նաև արդեն մտածեք, թե ինչ եք մատուցելու հետը։ Սա դրա օրինակներից մեկն է։ Շատ համեղ է։ Հա։ Շատ։ Իսկական ամառային։ Ուրեմն մի գաղտնիք բացեմ։ Երբ ես կրեմը պատրաստեցի, ես մի քիչ աչքաչափ չունեմ, էլի։ Ամեն ինչ շատ եմ պատրաստում։ Եվ այնքան շատ կրեմը պատրաստեցի, որ մտածեցի, թե ափսոս է, այս կրեմը սենց մասկարպոնեով, սերուցքով, խտացրած կաթով զանգահարեցի հարևանուհուս, մի հրաշք աղջիկ, ընտիր տանկին, ընտիր մայր։ Ասի Սոնջան, ճիշտ ասած շատ եմ սարքել կրեմ, արի ուղարկե մի համով բան կթխես, էլի։ Այդ տենց հարևանություն ունի։ Աման։ Պատկերացնում եք։ Իսկ ձեզ մոտ ոնց է մնացել են այդ հարևանների Հիմա ճիշտ ասած դե մենք տեղափոխվել եք, էդ է ուզում ասել, տեղափոխվեցինք նոր շենք։ Չէ, կա որովհետև հիմնականում այդ թաղամասի ապրող մարդիկ են, իմ ընկերներն են, եւ մեր հարևաններից շատ հայտնի մարդիկ կան նաեւ Նունե Եսայանը, գործարարներ հայտնի, Ժիրայրում հիշեցինք միասին մեր ընկերը, որ հավերժի ճամփորդ դարձավ, շատ ընկերներ կան, որ շփվում ենք, հարաբերվում ենք, բայց ժամանակները կարծես փոխվել են։ Մարդիկ ժամանակ չունեն, մարդիկ առանձնացած են, ինքնամփոփ են ավելի։ Թեպետ մենք կազմակերպում ենք, հաճախ մեր ընկերներին հրավիրում ենք մեր տանը, նստում ենք միասին, ժամանակ անցկացնում Եվ կարծեմ, թե հաջորդ հանդիպմանը պիտի խնդրեմ, որ դու էլ ներկա լինես։ Իմ մեծ պատիվ կլինի ինձ համար այդ հրավերը։ Ուրախ կլինենք։ Ժամանակները միշտ են փոխվում եւ միշտ կա այդ խնդիրը, երբ մարդը պետք է ադապտացվի ժամանակին։ Կամ տառապի եւ էգզիստենցիալ խնդիրներ առաջացնի, որ ժամանակները փոխվել են, ինքը չի հարմարվում այդ իրականության հետ։ Նամանավանդ այս նորագույն տեխնոլոգիաների բուրըն ներմուծումը մեր կյանք ավելի բարդացրեց այդ ժամանակին հարմարվելը, հատկապես ավագ սերնդի համար, որովհետև բաներ ենք խոսում, որը ես հասկանում եմ, որ իմ ծնողների համար անհասկանալի է, բաներ ենք պատմում, լեզվի մեջ բառեր ենք օգտագործում նույնիսկ, որ նրանց համար տարօրինակ է։ Հիմա ինչպես անել, որ այս փոխվող ժամանակներին համընթաց քայլել, որ չտառապել, չնեղվել, այլ լինել ժամանակի մեջ։ Այո, ավելին ասեմ, մենք այն սերունդն ենք, որ մի քանի ժամանակաշրջան ունեցանք փոփոխությունների, օրինակ հենց տնտեսական մի ֆորմացիայից անցում եմ մյուս տնտեսական ֆորմացիայի, չէ՞։ Խորհրդային միություն
այսպես պլանային տնտեսություն, որից հետո գալիս է Գորբաչովյան ժամանակաշրջանը, կոոպերատիվների ժամանակաշրջան, որ որոշակի գործարար ջիղ կարող է ցուցաբերել, բայց այնուամենայնիվ խելոք պիտի պահես քեզ, թե ոչ ազգային անվտանգությունը KGB-ն այսպես ասած քեզ հետևում է։ Այնքան ջիղ օգտագործիր, որքան մեզ է պետք։ Հա, մեզ է հարմար։ Մինչև այո, սահմանները չանցնես, հետո արդեն լրիվ բացեթողի վիճակ, ով ինչ ուզում անում էր եւ ինչպես ուզում անում էր, հետո ազատ տնտեսական հարաբերություններ, հետո աշխարհի հետ հարաբերություններ եւ տեսեք թե քանի անգամ է փոխվում մեր տնտեսության տրամաբանությունը եւ մարդիկ որոշակի տարիքից հետո դժվար են բնական է ընկալում եւ դրա համար պետք է նաեւ գրագիտություն ունենալ, որոշակի ծանոթություն ունենալ։ Ցավոք սրտի մենք մեդիա դաշտի աշխատողները մեր հասարակությանը կամ ժամանակին չէինք պատրաստում կամ բավարար չէինք պատրաստում մեր հասարակությանը այդ փոփոխվող աշխարհի նոր օրենքները չէինք ներկայացնում, նոր կյանքը չէինք ներկայացնում։ Եվ մարդիկ շատ հաճախ մենք իրենս չէինք պատկերացնում, բայց մենք պարտավոր էինք ուսումնասիրել, հասկանալ եւ ներկայացնել։ Մենք ավելի շատ զբաղված էինք ժամանցով եւ քաղաքական լրատվությամբ հեռուստատեսությունում, ինչը սխալ էր։ Պետք է նաև ներկայացնել աշխարհը, թե աշխարհը ինչպես է մտածում, ինչ է անում, ուր է գնում, ինչ զարգացումներ կան աշխարհում, եւ մինչեւ այսօր այդպես է։ Մեր մեդիա դաշտը չի կրթում հասարակությանը, որպեսզի հասարակությունը պատրաստ լինի փոփոխվող աշխարհին։ Իսկ հիմա մենք կանգնած ենք ամենամեծ փոփոխությունների շեմին, երբ արհեստական բանականությունը արդեն ոտքի է դրել մեր կյանք։ Արհեստական բանականությունը արդեն մեր մեջ է։ Արդեն մեր իրականության մեջ է։ Մեզ օգտագործում է արդեն։ Եվ քանի դեռ մենք չենք սովորել իրեն օգտագործել, ինքն է մեզ օգտագործելու։ Միշտ մենք պիտի լինենք, տեսեք հիմա հիշենք, ասենք անցյալում սկզբից մենք ունեինք մետրային ալիքներ, հեռուստաալիք, հետո եղավ դեցիմետրային ալիք, հետո ինտերնետայինը, հետո հիմա թվային ալիքները, նույնը ռադիոյի պարագայում կարճ ալիք, երկար ալիք, միջին ալիք, FM, հիմա թվային արդեն ալիքներ, սրանք ընդհանրապես տեխնոլոգիաներ են։ Վերջին հաշվով բովանդակությունն է կարևոր, թե մենք ինչ բովանդակություն եւ ինչ տեխնիկական միջոցներով ենք կարողանում հասցնել, հասանելի լինել մեր ունկնդիրներին, մեր հեռուստադիտողներին։ Նույն YouTube-ը, որ այսօր հեռարձակվում է քո հաղորդումը, սրանից 15-20 տարի առաջ որևէ մեկը կմտածեր դրա մասին, ոչ։ YouTube-ը նոր էր եւ մենք ուրախանում ենք ինչ որ վիդեոներ ենք նայում, բայց YouTube-ը բավականին լուրջ զենք է։ Բայց երբ ես այսօր ասում իմ հեռուստատեսությունում YouTube-յան ալիքն է։ Այո։ Լրիվ արդարացված է։ Այո, շատ տրամաբանական է, շատ։ Եվ հիմա կանգնած ենք իսկապես արհեստական բանականության մեր կյանքում արդեն արկայության այդ իրավիճակին, որ պետք է ժամանակն է, որպեսզի որդեգրենք արհեստական բանականությունը։ Ես օրինակ ամեն ինչով օգտագործում եմ նրան եւ շատ գոհ եմ, արհեստական բանականությունը ոչ թե կրճատել է իմ աշխատակազմը, հակառակը իդեմս արհեստական բանականության իմ աշխատակազմը բազմապատկվել է տասնյակ անգամներ, բազմապատկվել է եւ ես շատ մեծ ավելի արդյունքներ եմ ստանում դրանից։ Ինչով է զբաղվում Արմեն Ամիրյանը այսօր, որովհետև հասկացանք նովատուն է, հասկացանք, որ կա մեծ կենսագրություն, կա ընտանիքը, ընկերներ եւ այլն, բայց այս պահին, եթե փորձենք ի պաշտոնե ներկայացնել եւ ասել, Արմեն Ամիրյանը զբաղված է այս գործով։ Ես ինչպես նախկինում այսօր էլ համարվում եմ Առ-ռադիո միջմայրցամաքային ընկերության նախագահը։ Դա միջազգային ռադիոընկերություն է, որը միջազգային օպերատորն է Հայաստանի, Բիջին ալիքի միջազգային օպերատորը ամբողջ աշխարհում։ Եվ մենք կարողանում ենք աշխարհի տարբեր ռադիոկայանների հետ համագործակցաբար տեղափոխել աշխարհի տարբեր ռադիոկայանների հաղորդումները մի երկրամասից մյուս երկրամաս։ Դա տեխնիկական աշխատանք է, որ շուրջ 35 տարի ես զբաղվում եմ, լինելով նաև դեռ մինչև ռադիոյի տնօրեն լինելով հեռուստատեսությունից, հետո լինելով ռադիոյի տնօրեն ես շարունակում էի զուգորդել այդ միջազգային ռադիոհեռարձակումների աշխատանքը, նախարար եղած այդ 2 տարիների ընթացքում մի փոքր հեռու կանգնեցի, որովհետև ոչ օրենքներ թույլ տալիս, ոչ ժամանակ ունեի զբաղվելու եւ հրաժարականից հետո նորից անցել եմ իմ սիրելի աշխատանքին եւ հիմա այս տարի անցյալ տարի մենք կարողացանք մի նոր ներդրում անել բավականին մեծ գումարի եւ նոր հաղորդիչ տեղադրեցինք մեր ռադիոկայանում եւ որակական առումով նոր մակարդակի հասցրեցինք որակը տեխնիկական
Հուսամ, որ մեր պատվիրատուները եւ մեր ունկնդիրները շատ գոհ են։ Միանգամից պիտի ասեմ, որ այդ ռադիոհաղորդումները լսելի չեն Հայաստանում եւ հասանելի չեն հայ ունկնդիրների համար։ Դա դրսից դուրս հեռարձակվող հաղորդումներ են։ Մի քիչ այսպես տարօրինակ բան եմ ասում, բայց մեր ընկերությունը ունի նաեւ տեղական ռադիոհաղորդումների ցանց, դա առ-ռադիո միջմայրցամաքայինի FM ցանցն է, որը կոչվում է Ռադիո Երևան։ Եվ որոշակի տարիքից վերև մարդկանց ամենասիրելի ռադիոկայանն է։ Ես արդեն որոշակի տարիքից արտացից եմ ասած։ Չէ, ունենք նաև շատ երիտասարդ ունկնդիրներ։ Նաև շատ երիտասարդ, նաև պատանի ունկնդիրներ ունենք։ Ունենք եւս երկու ռադիոկայան, որոնք աշխատում են մեր կոնցերնի մեջ, օգտվելով մեր ընդհանուր հնարավորություններից, բայց կոնկրետ իմ զբաղվածությունը հիմնականում միջազգային հեռարձակումների դաշտում զբաղվածությունն է, որը եւ գիտական աշխատանք է, եւ տնտեսական աշխատանք է, եւ բիզնես է, եւ նոր կապեր է, նոր հնարավորություններ է, նոր ծանոթություններ է, եւ նաեւ նոր լուծումներ է ռադիոդաշտում, տեխնիկական նոր լուծումներ, ինչը ինձ մեծ բավականություն է պատճառում, եւ չկա մի ժամանակաշրջան, որ մենք նոր գաղափար չբերենք իրականացնելու։ Սրանից մի քանի տարի առաջ մենք նոր անտենա ստեղծեցինք, շատ հետաքրքիր պատմություն է, ուրեմն անտենայի հաշվարկը մոտ 10 անգամ գերազանցում էր մեր եղած բյուջեից։ Ինժեները ուկրաինացի ինժեներ պարոն Կոնդրան էր, որը նախագծել է նաև Երևանի եւ Թբիլիսիի հեռուստաաշտարակները։ Ես բավականին լավ հարաբերությունների մեջ էի նրա հետ, երջանկահիշատակ է հիմա։ Ասի չեմ կարող, տասնյակ անգամ ավելի է բյուջեն։ Ասես դե ուրիշ տարբերակ չկա, անտենայի կառույցը այդպեսին է, ինչպեսին ես նախագծել եմ եւ արժեքն էլ այդքան է։ Շատ տխուր վերադարձա Կիևից Երևան եւ աչքս ընկավ մի վայրի, որտեղ խողովակներ էին շարված, մի մետրանոց կոյուղու խողովակներ։ Եվ չգիտես ինչի մտածեցի, իսկ ինչու պետք է անտենան անպայման լինի զոդված այսպես երկաթներով, անկյունակներով։ Ինչու չի կարող խողովակով լինել։ Թվում է թե միամիտ գաղափար է, բայց իսկապես մտածել էի դրա մասին։ Եվ զանգահարեցի Կիև, պարոն Կոնդրային, ասում եմ, սենց մի գաղափար ունեմ, կոյուղու խողովակներ եմ տեսել, մտածում եմ, ինչու չլինի։ Ասեց աննորմալ է, էլ չզանգահարես։ Ասի ոչ միայն չեմ զանգահարի, հիմա գալիս եմ, ասի, եւ առավոտյան քո գրասենյակում եմ։ Չգաս, ասեց, դուռը չեմ բացի։ Վեր կացա առավոտյան թռա Կիև։ Գնացի դուռը բացեցի, ժպտալով ինձ դիմավորեց, ասեց ճիշտ է իր ասում, գիտես, հնարավոր է։ Ես գիշերը ամբողջ գիշեր հաշվարկեցի եւ տեսա, որ հնարավոր է, ասի, տեսար, որ ասում էի։ Կոյուղու խողովակներով մենք կառուցեցինք 55 մետրանոց 6 աշտարակներ, որոնք այսօր էլ աշխատում են մեր նպատակների համար եւ ապահովում են 12 ուղղություններով ռադիոհաղորդումներ։ Դա իսկապես ֆանտաստիկայի ժանրից է եւ մենք այդ անտենայի վրա աշխատեցին ամերիկացի, եվրոպացի, Եվրոպայի տարբեր երկրներից ռուս, ուկրաինացի, հայ մասնագետները եւ այդ անտենան որպես մի այսպիսի նոր նախագիծ, որի հեղինակը թույլ տվեք անհամեստորեն ասել նաև ես էի, մենք անվանակոչեցինք Արմենիա։ Դա գիտական աշխատանք էր։ Դա իսկապես գիտական աշխատանք էր։ Նմանօրինակը աշխարհում չունեցող։ Այդ անտենան մենք անվանակոչեցինք Արմենիա։ Եվ այսօր այդ անտենան աշխատում է, իսկ անցյալ տարի հենց այդ անտենայի համար նոր հաղորդակ տեղադրեցինք 700 տեղադրված անտենա Նորադուս 750 կիլովատ հզորությամբ նոր հաղորդակ, որը թվային արդեն ազդանշաններ է հաղորդում եւ շատ ուրախ եմ դրա համար, որ այս հաջողությունները արձանագրում եմ իմ նաեւ աշխատակիցների հետ։ Բրավո։ Բրավո։ Դա պետք է գնալ տեսնել։ Ես առաջին անգամ եմ բարձրաձայն խոսում այս ամենի մասին, միշտ լրելիային արել եմ իմ աշխատանքը, որովհետև դրանից եւ հաճույք եմ ստացել եւ հոգեկան բավարարվածություն, որովհետև այդ աշխատանքի շնորհիվ շուրջ 100 աշխատակիցներ աշխատում են եւ մարդիկ կարողանում են իրենց ընտանիքը պահել։ Դա իմ համար ամենամեծ, ամենահաճելի եւ ամենանվիրական գործն է։ Իհարկե, բրավո։ Պարոն Ամիրյանը սկզբնական իր խոսքի մեջ նշեց, որ երբ 18-19 տարեկան էին եւ հեռուստատեսությունը կար եւ այլն, իսկ այն ժամանակ էր կարողանում գումար վաստակել։ Այո։ Եվ եթե այս ամեն ինչի դիտարկենք նաեւ մոնետիզացիայի տեսանկյունից, հա, որ այսքան աշխատանքների մեջ է, այսքան կառույցներ է ղեկավարում եւ այլն, հասկանում ենք, որ ցանկացած
փուլում կյանքի կա տղամարդ, որը կարողանում է վաստակել եւ ապահովել իր ընտանիքին։ Ինչ է տալիս կնոջը այդ զգացողությունը, երբ իր կողքի տղամարդը կարողանում է ապահովել իրեն։ Օրինակ մենք այդքան մեծ չենք։ Արմենը 21 տարեկան էր, ես 18 տարեկան եմ, երբ ամուսնացանք, այդ ժամանակ արդեն Արմենը բավականին մեծ գումար էր աշխատում։ Ամենտեղ եւ հեռուստատեսությունում, եւ ռեկլամներ էին նկարում։ Նոր առաջին ռեկլամներից երևի գովազդային տեսահոլովակներ են։ Մեր տանը նկարահանում էին սուրճի գովազդի հոլովակ։ Նույնիսկ այն ձերքի աղացները կա, որ օգտագործում ենք։ Հիշում ես, մաման էլ կար այդ գովազդի մեջ, այդ սուրճը ինչպես ենք աղում, ինչ սուրճ է, ոնց է։ Ինչու է անհրաժեշտ, որ տղամարդը գումար վաստակի։ Այդ գումար վաստակելը ավելի Չէ, շատ ուղիղ եմ ուզում հարցնել, որովհետև դրա տակ շերտեր կան, եւ չաշխատելու, եւ աշխատելու։ Եվ բազմաթիվ խնդիրներ կյանքում, հոգեբանական խնդիրներ նախ եւ առաջ կանայք ունենում են հենց այդ պատճառով։ Այ ինչի է պետք, որ տղամարդը կարողանա ունենա այդ շնորհը, տաղանդը։ Դժվար է ասել, որովհետեւ մենք այդքան տենց գումար պետք է աշխատենք, որ հաց լինի կամ ջուր։ Մեր նպատակը դա չէ, բայց այստեղ։ Մեր նպատակը երբեք չի եղել գումար վաստակելը, մեր նպատակը եղել է այս գործը անելը։ Գումարը միշտ մենք դրել ենք 4-րդ, 5-րդ, 7-րդ տեղում։ Գումարը եկել է ինքնաբերաբար։ Եվ երբ որ դու գումարն ես դնում առաջին տեղում, քո արածը չի լինում այն, ինչ որ կարող ես անել քո ամբողջ կարողությունների ուժով։ Դա համար մենք միշտ ամեն ինչին նայել ենք, մենք այս գործը պիտի անենք։ Դա ինչ կբերի դա, եղել է որ ոչի բան չի բերել։ Շատ է եղել։ Արել ենք, վերջում տեսնենք, բան չբերեց։ Այս հարցը գիտեք ինչի համար եմ տալիս, որովհետև համատարած մի խնդիր կա հիմա, երբ հասկանում ես, որ տղամարդկանց մի մեծ բանակ մի տեսակ հավես չունի, մի տեսակ աշխատելու հավես չունի, գումար վաստակելու հավես չունի։ Խնդիրը հենց սա է, գումար վաստակելը չպիտի լինի առաջնայինը։ Հա, բայց դա է էմոցիա տալիս, դա է տալիս։ Չէ, երազանքները իրականություն դարձնել։ Երազանքները իրականություն դարձնել, որը կստեղծի մի նոր փոքրիկ աշխարհ, որտեղ կան մարդիկ, որոնք շահում են, օգտվում են, եւ նաեւ դու ես շահում։ Այ ոնց անել, որ այդ երազանքներ ունենալու ճանապարհից հետ քայլ չանել։ Ընդհանրապես ցանկացած աշխատանք, երբ որ ես պիտի սկսեմ իրականացնել ցանկացած գաղափար, ես իմ մտքով կառուցում եմ այդ գաղափարը մինչև վերջ, մինչև այն արդյունքը, որ ես իրան կառուցված տեսնում եմ արդեն։ Եթե ես չտեսնեմ, ես շանս չունեմ դա անելու։ Մինչև ես չտեսնեմ, ես չեմ անի դա։ Ես իմ երազների մեջ, իմ երազանքների մեջ պիտի տեսնեմ այդ նախաձեռնող գաղափարը արդեն իրականություն դարձած եւ ամբողջ ճանապարհը պիտի տեսնեմ։ Եթե չտեսա, շանս չունեմ դա անելու։ Ես հիմա եթե խորհրդի չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց քանի որ հերոստատեսությունը պիտի նաեւ ինչ որ խորհուրդ հնչի։ Այդ առումով կուզեի ասել հենց քո ասած մարդկանց, որ չեն ուզում, չեն երազում, չեն ցանկանում, առաջին հերթին պետք է շատ երազել։ Եվ փորձել այդ երազները իրականություն դարձնել։ Երբ որ դու այդ երազը իրականություն ես դարձնում, ինքը իր հետ բերում է փողը բնականաբար են վերջում, բայց բերում է նոր երազանքներ, նոր միջավայր, որտեղ մարդիկ նոր երազանքներ են ծնում։ Իսկ աշխարհի առաջ խաղացումը, ընդհանրապես մարդկության զարգացումը միանշանակ առաջին եւ հիմնական մասով կապված է հենց երազանքների հետ։ Եվ եթե դու փորձում ես քո երազանքները իրականություն դարձնել, այդտեղ արդեն փողը դառնում է ընդհանրապես միջոց։ Հա, պարզ հասարակ արդյունք, հա, որ այնտեղ կա ինչ որ մի բան, որ կարող ես մյուս գաղափարը իրականացնել։ Հենց փողի համար դա արեցիր չի լինի։ Մի փոքր պատմություն, այո, շատ փոքր։ Արմենը միացած մեծ ծրագիր էր արել Հայաստանի Հանրապետության համար։ Արել էր ու երբ որ դա ներկայացրեց, ու դիմացից հարցրեցին, դա տարիներ առաջ էր։ Ասացին, իսկ ո՞րն է շահը այստեղ։ Մեր, քո։ Արմենը նույնիսկ չէր էլ մտածել, որ կարող է դա շահի որ նման հարց են տալիս։ Հետապնդի։ Ու որ եկավ տուն, ասում է, պատկերացնում ես առաջի հարցը։ Չի եղել, որտեղից ես գումարը գտնելու, որ այս ամեն ինչը ոնց անենք, որ ստացվի։ Ինչի համար ենք անում, ոնց ենք անելու եւ քո շահը ո՞րն է լինելու։ Ասում լուրջ ես ասում։ Ասում
ասում հա ով է դա իրականություն է, հա, իհարկե կարող է հումորը ոնց կլինի, ինչ կլինի, կարևորը ասենք sense այն ինչ որ ինքը անում է, այսօր էլ այդ շինարարությունում դուք տեսնեք ինքը բոլորի հետ աշխատում է, բոլորի հետ Հավատում եմ։ Եվ կա մի բաժին ձեր կյանքում, որտեղ շահը չունի տեղ։ Նույնիսկ եթե հարցնեին պարագայում, դա գրականությունն է, գրքերը։ Այո։ Կյանք են առնում։ Թեպետ գրքերն էլ սկսել են արդեն բավականին շահույթ բերել։ Որտեղ Amazon-ում վաճառվող իմ 2 տարի, 3 տարի առաջ գրած Պանգեա կամ թռչող տնակը գիրքը անգլերեն տարբերակը բավականին լավ վաճառվում է։ Հայերենը ոչ, անգլերեն տարբերակը Amazon-ում եւ օտարներն են առնում։ Ինքը շատ հետաքրքիր պատմություն է, զուտ ամերիկյան պատմություն է, շատ ժամանակակից, որ ֆանտաստիկ պատմություն է, որ Google Map-ը կոտրում են, աշխարհը կործանվում է, բայց աշխարհը փրկում է հայոց այբուբենը։ Մոտավորապես այնց 2 բառով ներկայացրեցի, ինձ համար շատ կարևոր էր, որ վերջում հայկական մի բան լինի, եւ այդ մի բանը եղավ ամենամեծ բանը, հայոց այբուբենը, որ փրկում է աշխարհը։ Եվ իսկապես դա այդպես է։ Աշխարհը փրկել է եւ շարունակելու է փրկել հայոց այբուբենը, որովհետեւ հայոց այբուբենը ոչ միայն սուրբ է, հայոց այբուբենի մեջ կա աստվածային մի կոդ, որը աշխարհի այդ նույն քարտեզների, աշխարհի երկրագնդի եւ ընդհանրապես ամբողջ տիեզերական այս հսկայական այս համակարգի կոդն է դրված հայոց այբուբենում։ Եվ եթե մենք կարողանանք այդ կոդը բացահայտել, իսկ այդ կոդը բացահայտելը շատ սիրելն է մեր ազգը, մենք ինքներս մեր ազգը պետք է շատ սիրենք, որպեսզի այդ կոդը հասկանանք։ Մենք կկարողանանք աշխարհին առաջնորդել դեպի բարություն, դեպի ջերմություն, դեպի սեր, այսինքն դեպի ստեղծարար արժեքներ։ Եվ ամեն տարի ես իմ տարեդարձին մի ստեղծագործություն եմ հրատարակում։ Տարբեր թվով այս պահին 5, հա, այս պահին 5, այսինքն հրաժարականից հետո 18-ից մինչև հիմա 18-ից մինչև հիմա 5, հա, այս տարի ծուլացա, առաջի պիեսս վերահրատարակվեց, որ Լոս Անջելեսում էր հրատարակվել, հա, եւ սպառվեց այո ամբողջը, հիմա նորից հրատարակեցին Գեներալի երազը։ Երբ ենք սպասում նոր ստեղծագործություն։ Նոր ստեղծագործությունը շատ հետաքրքիր է, սկսվում է 30-ականների Լենինականից եւ շարունակվում մինչեւ այսօրվա Լոս Անջելես։ Նրանք գործող հերոսների իրական կյանքի պատմություն է, որ ընտանիքների հետ մենք հատ-հատ հանդիպել ենք Նանոյի հետ, զրուցել ենք բոլորի զավակների ժառանգների հետ, բոլոր այդ պատմության շահառուների հետ ծանոթացել ենք եւ պատմությունը գիտենք։ Անշուշտ պատմությունը գեղարվեստական այսպես որոշակի դարձվածքներ ունի, ամբողջը կենսագրական չի միայն, բայց հիմքում այդ 4 ընկերների պատմությունն է, հիմքում խորհրդային միությունն է, Միացյալ Նահանգներն է, Բրեժնև, պրեզիդենտ Նիքսոն, Ջորջ Դոկմեջյան, չգիտեմ, այսպիսի կերպարներ կան նաև պատմության մեջ, շատ հետաքրքիր պատմություն է, ես ուզում եմ իմ 60-ամյա տարեդարձին գիրքը արդեն հրատարակել եւ եթե ափսոս մոռացա բերել կնվիրեմ իմ բոլոր գրքերը կինո Ես մեծ հաճույքով կգնեմ եթե կան գրախանութներում ես կնվիրեմ դրանք բոլորը կինո պատմություններ են ես միշտ ասում եմ մարդիկ փորձում են տեքստը ժապավենի վերածել ֆիլմի ես փորձում եմ իմ մեջ ապրող կինոն տեքստավորել Դրանք բոլորը տեքստավորված ֆիլմեր են եւ այս վերջինն էլ նույնիսկ մի քանի մասանոց ֆիլմի, կարծեմ, մի քանի մասանոց շատ երկար պատմություն է, մի քանի մասանոց ֆիլմի այսպես պատմություն է եւ հուսամ որ մի օր նաեւ առիթ կունենանք բեմադրելու, նկարահանելու այդ ֆիլմը Ես չասեմ ոնց եմ սպասում այդ ֆիլմին։ Հրաշալի է, որ բացի այս բոլոր տեխնիկական աշխատանքները, նաև ստեղծագործելը ձեր ընտանիքում ինչպես միշտ ունի իր կարևոր տեղը։ Եվ շատ կարևոր է, որ ընտանիքում կան գրականությունը լրացնում է, ովքեր գնահատում են, որովհետև ստեղծագործող մարդկանց հետ մի հարկի տակ ապրելը բավականին դժվար է, այո։ Այնպես որ սա հրաշալի է։ Գրականությունը լրացնում է ստեղծագործական այն բացը, որ ես այսօր ունեմ, որովհետև քիչ առաջ խոսեցինք ռադիոյի տեխնիկական այդ հետաքրքիր աշխատանքի մասին, շինարարության մասին, բայց ռադիոյի եւ հեռուստատեսության այն ստեղծագործական աշխատանքը, որ ես տասնյակ տարիներ իմ ամբողջ կյանքի ընթացքում ունեցել եմ, այսօր կա որոշակի բաց
եւ այդ բացը ես լրացնում եմ գրականությամբ։ Հրաշալի է։ Մի կողմից գրականությունն է, մի կողմից հետևում եմ ձեր սոցիալական էջերին եւ հասկանում եմ, որ ոչ մի վարքյան հետ չեք մնում այսօրվա երիտասարդներից, անընդհատ ուսումնասիրում եք, ձեռքը զարկերակին եք պահում եւ շատ հաճելի է տեսնել, որ ավագ սերունդը երիտասարդ սերնդից էլ կարողանում է սովորել եւ կիրառել իհարկե այդ բոլոր հմտությունները։ Ես անչափ երջանիկ եմ այս հանդիպման համար, ես շատ ոգևորված, ես շատ լցված, ափսոսում եմ, որ ինչ-որ մի կետում պիտի ավարտվի, իսկ մենք գիտենք, որ ամեն ինչ դեպքի շարունակենք։ Մենք կշարունակենք արդեն առանց տեսախցիկների, ես համարում եմ սա մի սիրուն ավելի ամուր ընկերության սկիզբ, թույլ տվեք ինձ իրավունք վերապահել այդ ցանկությունը ունենալ, ես հուսամ մեր հանդիպումները դեռ հաճախակի կդառնան, շնորհակալ եմ շատ իմ տանը լինելու համար, ձեր բարությունը, սերը, ձեր կյանքի պատմությունները իմ տուն բերելու համար, նան ես քիչ առիթ եմ ունեցել քեզ հետ ծանոթաշփվելու ու այնքան եմ ափսոսում, որ շատ ժամանակ ենք կորցրել, բայց կարծում եմ ամեն ինչ պետք է լրացնել։ Շնորհակալություն սիրելի Հերմինե, շնորհակալություն, որ հրավիրեցիր, այս գեղեցիկ օրը մեզ պարգևեցիր, այս համեղ ուտեստները մեզ հրամցրեցիր եւ այո, եւ առիթ տվեցիր խոսելու, բարձրաձայնելու, նույնիսկ բաներ ասելու, որոնք երբեք չենք բարձրաձայնել, չենք ասել, բայց հաճելիորեն եւ ջերմորեն կիսվեցինք քեզ հետ, որովհետեւ այդ մթնոլորտը դու կարողացար ստեղծել։ Ես ուզում եմ նաեւ դա ինչ որտեղ վերագրել իմ ու քո սիրելի հեռուստատեսությանը, որ մեզ կարողացել է մի այսպես բաժակի մեջ, մի շշի մեջ մի տակառի մեջ տեղավորել եւ հնեցնել որոշակի, ինչպես կոնյակն են հնեցնում, եւ այդ մթնոլորտը, որ տվել է եւ քեզ եւ ինձ, դու կարողացար այսօր բերել մեջտեղ, եւ մենք ունեցանք ընկերական ջերմ, սիրո, բարի մթնոլորտում մի զրույց։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Եվ թող ձգվի պահը հավերժ։ Եվ շնորհակալություն մեր ընկերներին, որ արձանագրեցին այս օրը։ Կարևոր, կարևոր։